Իդեպ Ռուբեն Մելքոյանը այսօր մեր տաղավար է եկել Ազատ մարդ Ազատ մարդու ամենաազատ մարդ բրենդի այսպես հուդի, հա, ես старый человек, ես դες բառեր չգիտեմ, կա ազատ մարդ եւ կա ամենաազատ մարդ եւ քանի որ պետք է տարին էլ ամփոփենք, տարվա ամենաազատ մարդը ըստ էության Միքայել Սրբազանն է։ Գրքերից եմ կարդացել, երբ որ արաբները փաստացի եկեղեցիների մեջ փակում էին մեր նախարարական տոհմի ներկայացուցիչներին, սեպուհներին եւ այլն ու այրում էին ու դրա բանը իդեպ վրեժը հանեց Զաքարյան իշխանը, երբ որ նմանատիպ մի բան էլ իրենց հետ արեց։ Այս պատմության ընթացքում մի նկար լուսանկարի տեսքով, հա, ի հայտ եկավ, երբ կանգնած է բյուրականի եկեղեցու քահանա Տեր Վրթանեսը եւ այսահարված նայում է այդ ամբոխին, որը պղծում է, գոռում է, ճվում է, ուզում է ջարդել մայր տաճարի դուռը։ Նողկալի կերպարեր Մասյացոտնի թեմի առաջնորդի պահված, բառի բուն իմաստով նողկալի է իր փոքրամարմին իրեն հատուկ այդ փոքրամարմին, որտեղ հնարավոր Փաշինյանը Ալիևին շնորհակալություն ինքը տեղ է, ինքը տեղ չի, Ռուսաստանում, Ամերիկայում։ Կարծում եմ հայ հասարակությանը առանց այլևայլությունների ու սետևընթացների Անկարայից եւ Բաքվից հնչելու են կոչել գնել եւ ընտրել Նիկոլ Փաշինյանին, եթե դուք ցանկանում եք լինի խաղաղություն, դուք ցանկանում եք լինի բաց սահմաններ, առևտուր։ Ողջույն 24-ի եթերում Պրովզրույցն է, Պրովզրույցի թվով 16-րդ թողարկումը, ավանդույթի համաձայն մենք շնորհակալություն ենք հայտնում Պրովզրույց 15-ի ընթացքում ձեր ունեցած մեկնաբանությունների, դիտողությունների, դիտարկումների համար, ինչպես միշտ նշում ենք, մենք ամենայն ուշադրությամբ ընթերցում ենք դրանք եւ վերցնում դրանցից մեզ համար կարևոր հատվածները հետագա հաղորդումներում օգտագործելու համար։ Այսօր Պրովզրույցի վերջին թողարկումն է 2025 թվականի եւ ես եւ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը որոշեցինք ամփոփել տարին, ամփոփել են տրամաբանության մեջ, թե ինչպիսի կարևոր իրադարձություններ տեղի ունեցան աշխարհում եւ Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների հայաստանյան ընկալումները, այսպես կարելի է ասել։ Իդեպ Ռուբեն Մելքոյանը այսօր մեր տաղավար է եկել Ազատ մարդ Ազատ մարդու ամենաազատ մարդ բրենդի այսպես հուդի, հա, ես старый человек, ես դες բառեր չգիտեմ, հուդիով, որի հետևում պատկերված է այս պահին անազատության մեջ գտնվող խղճի բանտարկյալ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկարը, որտեղ ֆիքսված է հետևյալ տողերը վախից այն կողմ ազատությունն է, արի ընդունենք Ռուբեն, որ լայն հասարակությունը սովոր չի քեզ այդպիսի նոր իմիջով տեսնելու։ Նոր իմիջ չի, ես նույնպես միանում եմ շնորհակալություններին, ես ուզում ասել, որ այս ակուստը նվիրված է ըստ էության Միքայել Սրբազանին, որովհետև կա ազատ մարդ եւ կա ամենաազատ մարդ եւ քանի որ պետք է տարին էլ ամփոփենք, տարվա ամենաազատ մարդը ըստ էության Միքայել Սրբազանն է եւ այդ ձևակերպումն է վախից այն կողմ ազատությունը, կարծեմ հենց իր ձևակերպումն է եւ ըստ էության զգաստացնող ու կոչ է, որ պետք չէ վախենալ, քանի որ վախը հաղթահարելուց հետո ձեզ սպասվում է իրական ազատությունը, որը մարդու համար իրական ամենամեծ արժեքներից մեկն է։ Ես փորձելով այսօրվա ուրեմն հաղորդման թեման այսպես ուրվագծել, առաջարկում եմ խոսենք այսպես մարդկության պատմության 2025 թվականը եւ ընկալել, թե պատմության մեջ 2025 թվականը ինչպես է մտնում, հետագայում, չգիտեմ, կլինեն ոդքասթներ, թե արդեն 100 տարի հետո այլ ֆորմատներ կլինեն, ինչպես կխոսեն 2025 թվականի մասին, թե մարդկության պատմության այդ 2025 թվականը ինչպիսին է եւ հայերիս համար, Հայաստանի համար ինչպիսին է, առանձնացնելով մի քանի դրվագներ եւ տեսնելով դրանց պատմական համապատկերը, պատմական համատեքստը։ Դե արի ուրեմն այդ պարագայում, եթե դեմ չես, առաջարկում սկսել օրինակ քրիստոնեության թեմայից, տես
Թրամփի վարչակազմը գալով իշխանության ու հատկապես 2024 ու հետո 25 թվականներին սկսեց դիրքավորել իրեն իբրև քրիստոնեական աշխարհի առաջնորդող, հա, այսպես կարելի է ասել, քրիստոնեական արժեքների, ավանդական արժեքների, մենք հիշում ենք, որ օրինակ փոխնախագահ Վենսը, եթե չեմ սխալվում, պաշտպանության նախարարը, պետքարտուղարը, ինչպեսի անգամ պետքարտուղարը, եթե հիշողությունս չի դավաճանում, կաթոլիկ քրիստոնեական միտոնի ժամանակ հանդես եկավ խաչով եթերի ժամանակ, այսինքն կար հստակ դիրքավորում առ այն, որ Միացյալ Նահանգները իրեն համարում է քրիստոնեական աշխարհի առաջնորդը եւ քրիստոնեական առաքինության կամ քրիստոնեական արժեհամակարգի տարածողը։ Սա մի իրականություն է եւ հիմա եթե ամեն մի համաշխարհային իրականություն փորձենք բերենք տեղայնացնենք եւ հայաստանյան իրականությունը, որ Միացյալ Նահանգներին անվերապահ այսպես ինչ ասեմ, բան հայտնող, հա, խոնարհություն հայտնող հայաստանյան ռեժիմը սկսեց սարսափելի ուժգնությամբ կռիվ տալ հենց այդ արժեքների դեմ, անշուշտ փաթեթավորելով այդ ամեն ինչը կուսակրոնության խախտումով, օտարերկրյա գործակալական ցանց վախենալու բառապաշարով եւ մնացած այլ բաներով։ Եթե դեմ չես անշուշտ։ Այո, ուրեմն ֆիքսենք հետեւյալը, որ մինչև 2025 թվականը, այսպես ասենք, տևական ժամանակ մարդկությունը նաև արևմուտքի գլխավորությամբ, այդ թվում ԱՄՆ-ի, կարծես գտնվում էր քրիստոնեական նաև արժեքների աղճատման մի մեծ հորձանուտում, որտեղ այդ աղճատումները տվել էին եւ տալիս էին զանազան բացասական դրսևորումներ։ Եվ կարող ենք ասել, որ եթե պատմությունը այս հունով գնա եւ եթե հետագայում փորձ արվի 2025-ը այսպես դիտարկել համաշխարհային զարգացումների ու քրիստոնեության շուրջ տեղի ունեցողների կոնտեքստում, ես կարծում եմ, որ 2025 եթե դեպքերը այս ինտենսիվությամբ ընթանան, կարելի է կոչել կանգառի այս արատավոր բարքերից հրաժարվելու եւ դեպի իրական քրիստոնեական արժեքներ վերադառնալու տարի, ընդ որում դա արվում էր, փաստորեն արվել է աշխարհի ամենահզոր պետություններից մեկի, եթե ոչ ամենահզորի նախագահի եւ իր այսպես ասած ադմինիստրացիայի գլխավորությամբ։ Հիմա ինչ է սա, այսինքն մարդկությունը հասկանում մարդկության մի հատված, որ այդ այլասերվածությունը, ազատությունների աղճատված ընկալումները եւ այլն բերում են ոչ միայն հակաբնական, այլև հակակրոնական, հակաքրիստոնեական վիճակի եւ սա կարծես ուղերձ է ամբողջ աշխարհին, որ պետք է այն ճշմարտությունը, այն բարոյականությունը, որը դրված է քրիստոնեության հիմքում, լինի նաեւ այսպես ոչ միայն դեկլարատիվ, այլև դրան իրոք մարդիկ հետևեն, քանի որ հակառակ պարագայում աշխարհը սրընթաց գնում է դեպի կործանում, անկում, բարոյազրկում եւ այլն եւ այլն։ Հիմա, քանի որ մենք միշտ զուգահեռներ տանում ենք համաշխարհային պատմության եւ հայկականի միջև, հիմա տեսնենք, թե այս արձագանքները ինչպես են արտացոլվել Հայաստանում եւ արդեն լուրեր տարածվեց, որ մյուս տարի փետրվարին, հա նարեկ, ես քեզ առաջարկում նաեւ, քանի որ ամփոփիչ հաղորդում է, նաեւ 2026-ի հավանական մի քանի սցենարների մասին էլ փորձենք, հա, ուրվագծել։ Ուրեմն արդեն լուր տարածվեց, որ 2026 թվականի սկզբին Հայաստան է այցելելու ԱՄՆ փոխնախագահը։ Վենսը, որը քո ասած այդ արժեքների, հա, կրողն է։ Այցելելու է աշխարհի ամենահին քրիստոնեական երկիր, որտեղ քրիստոնեությունը առաջինն է ընդունվել որպես պետական կրոն։ Այցելելու է այն երկիր, որը մաքարել է քրիստոնեության համար, այն երկիր, որտեղ առաջին խաչքարերն են, ամենահին եկեղեցիներն են եւ այլն։ Եվ գալու է մի երկիր, որտեղ հիմա քրիստոնեությունը, եկեղեցին, հոգևորականները գտնվում են իրենց կողմից, ԱՄՆ կողմից ընկալված իշխանությունների հալածանքի կիզակետրոնում։ Այսինքն աշխարհի process-ները, ոչ միայն Ամերիկայի, տեսնենք նաև Ռուսաստանում քրիստոնեության հանդեպ նույն նախագահ Պուտինի, այսպես մոտեցումները, մեր հարևան Վրաստանում, տեսնենք թե ինչպես է Վրաստանի վարչապետը գնում ծնկի գալիս
կիսաանդամալույց վրաց պատրիարք կաթողիկոսի առջև եւ տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում, այսինքն ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան 3 քրիստոնեական երկրներ կամ 3 երկրներ, որտեղ քրիստոնեությունը տարածված է, ինչպիսի վերաբերմունք եւ Հայաստան, որը պետք է լիներ ըստ էության քրիստոնեական արժեքների առաջամարտիկը, դրոշակակիրը, մունետիկը, ոչ թե ուրիշներից լսեր, այլ ուրիշներին փոխանցեր, Հայաստանում տեղի է ունենում տոտալ անկում, դեգրադացիա, երբ պատվերով պատարակներ տիրադավերի մասնակցությամբ եւ կողմից եւ պատարակի գնացող մասսա, չգիտակցող մասսա, որ գնում է պատարակի, այնպես ինչպես գնում է, ասենք, պետական ինչ-որ միջոցառման եւ ամենակարևորը, պատարակի գնացող մասսա, որը ոտնահարում է, բառիս բուն իմաստով կողքրտում է այդ քրիստոնեական արժեքները, այսինքն կարող է մայր տաճարի մոտ կանգնել վեհափառներից որևէ մեկի գերեզմանի վրա ու հայհոյել, այսինքն սա իրոք անկումն է, սա ավարտն է այս բարոյականության եւ այս ամեն ինչը իբրև թե եկեղեցին մաքրելու դրոշի ներքո, այսինքն աշխարհում տեղի է ունենում քրիստոնեության եւ մարդկության գիտակցման պարզություն, փորձում են ի վերջո գնալ այդ ակունքներին եւ ընդ որում գերտերություններ, ԱՄՆ, Ռուսաստանի ղեկավարներ եւ այլն, եւ Հայաստան, որը ինչպես ասում են անգիտակից մասան իր ցեխոտ ոտքերով, ցեխոտ կոշիկներով կանգնում է կաթողիկոսի գերեզմանի վրա եւ բղավում հայոյանքներ։ Հիմա այս 2025 թվականը, արեք, եթե աշխարհի համար ֆիքսում ենք կանգառի թվական, որ կանգառ չերիք է շարունակել, այո, աշխարհի մի մասի համար, լավ, ապա Հայաստանի համար 2025 թվականը դա քրիստոնեության այն կարմիր գծերի ամենաաներևակայելի հատելու տարին է, որովհետև մինչ այս որևէ անգամ մեր պատմության ընթացքում այսպիսի կարմիր գծի հատում ընդդեմ եկեղեցու երբևէ չի եղել, ընդ որում իշխանության բոլոր լծակներով, արհեստականությամբ, մեկ անձի պաշտամունքով, պատարակը սրբագրելով, ամբողին եկեղեցու դեմ հանելով, Թուրքին, Ադրբեջանցուն գովերքելով, այդ նույն ամբողի կողմից վեհափառին ու հոգևորականներին հայոյելով, այսպիսի կարմիր գծի հատում ու խայտառակություն չի եղել, հետևաբար մեր պատմության 2025 թվականը վստահաբար հիշվելու է որպես նորահայտ հերոստրատների, հայ հերոստրատների, որոնք ուզում էին քանդել հովանավանքը, որոնք ուզում էին քանդել եկեղեցին, նրանց առկայությամբ եւ ինչքան էլ փորձեն տարատեսակ ինչ-որ մեթոդներով սրանից խուսանավել, միևնույնն է 2025-ը հայոց պատմության այս կոնտեքստում ամենաամոթով հիշվող թվականներից մեկն է։ Դելեսի, ես որ ասում ես, գիտես այն ուր ինչ էի մտածում, Մայրաթորի մեջ տիրող, հա, խայտառակության ականատես լինելով, մտածում ասում էի Աստված իմ, եթե սրանից 10 տարի առաջ ինչ-որ մեկը մեզ կասեր, որ գալու է մի օր, երբ որ նույն օրը ադրբեջանական բենզինը գալու է Հայաստան եւ ցնծությամբ է ընդունվելու օրվա իշխանությունների կողմից կարծես երկնքից մանա է իջնում, դրան զուգահեռ փաստորեն 10 տիրադավ հոգևորականներ իրենց այլ հոգևոր եղբայրների կալանավորման պայմաններում փորձելու են գրավել Մայրաթորը ուղեկցությամբ ինչ որ մի մասայի, որը բարի բուն իմաստով պղծում էր բոլոր այն սրբությունները, որոնք որ մեզ համար մշտապես կարծես թե եղել են չգրված ու անխախտելի արժեքներ, հա, ասենք բարձրանալով քո ասացի պես վեհափառ հայրապետների գերեզմանների վրա, հայհոյելով, մայր տաճարի դռները փորձելով ջարդելով, բնականաբար եթե 10 տարի առաջ որից մեկ այսպես սցենար մեզ նկարագրել, այդ մարդու մենք առնվազն խելագարի տեղ կդնենք, բայց ինչպես ասում են, Աստծո գործերը անքննելի են։ Սա է տրամաբանության մեջ։ Երկրորդը ինչ որ չափով համաձայն լինելով քո ասացի հետ, որ քրիստոնեության կանգառի ժամանակն էր, այսինքն այն առումով, որ այլևս այդ բանը նեոլիբերալ էլ չասեմ, հա, գլոբալիստական այդ
տենդենսները, որտեղ հավասարեցվում է ամեն ինչ ազգություն, սեռ, չգիտեմ, կրոնական համոզմունքներ, ամեն ինչ, այսինքն ամեն ինչի վրա մի գորշ բան է նետվում, այսպես պաստառ է նետվում, ու ասում են, որ բոլորը այդ գորշության մեջ չկան անհատականություններ, չկան արժեքներ, եւ միակ ու բացառիկ արժեք այդ արժեքների բացակայությունն է որպես այդպեսին։ Այստեղ անշուշտ նախագահ Թրամփի վարչակազմի գործերը, խոսքերը առավել եւ միգուցե նաեւ ինչ որտեղ գործերը մեծ ազդեցություն թողնեցին հենց այդ ստոպի առումով, հա, բայց պիտի ֆիքսենք եւ ցավոք հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ Հայաստանի վարչակազմը առավել շատ ասոցացված է եւ տեսանելի ու անտեսանելի թելերով կապված է այն մյուս վարչակազմի հետ, ոչ թե ամերիկյան, ընդհանուր համաշխարհային այն մյուս այսպես տրենդային խմբի հետ, հա, որը շատ դեպքերում ասում են լիբերալ ֆաշիստական ցանց, այսինքն սրանք հիմնականում Եվրամիության բրյուսելյան չինովնիկության ինչ որ հատվածն է, Միացյալ Նահանգների տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ, դեմոկրատական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, որոնց գերխնդիրը, այսպես ասենք, հենց այն տրենդներով առաջնորդվելն է, այսինքն բոլորի վրա այդ գորշ պաստառը նետելը եւ ընդհանրապես աշխարհում կրակների բորբոքում ավելացնելը, քան թե արժեքային համակարգ որպես այդպեսին ներդնելը։ Գալով անշուշտ հայաստանյան իրականությանը եւ 25 թվականի այս տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես Կռվին հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմին, որ հռչակվել է, գիտես, ես այս ամեն ինչի մեջ փորձում եմ ինչ-որ դրական նշույլներ գտնել, դրական նշույլներ նորոգության առումով, որովհետեւ երբ որ մեր եկեղեցին գտնվում է ճգնաժամի մեջ, այնուամենայնիվ թե մենք ինքներս իբրև հավատավոր հոտի ներկայացուցիչներ, թե մեր հոգևոր հայրերը այս դժվարությունների, այս ռեպրեսիվ համակարգի, այս ամբաստանությունների, այս 20-ականների եւ 30-ականների բոլշևիկյան ոգով տոգորված ամբոխի առկայության պայմաններում որոշակի ինքնահայեցման եւ նորոգության հնարավորություն ենք ունենում, այսինքն եւ մենք հոտը եւ հոգեվորականները իբրև մեր հոգեվոր հայրեր ամեն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի գլխավորությամբ, ուստի այդ պատկերը, որ գիտես, իմ համար շատ խորհրդանշական էր, ես հիմա անշուշտ նաեւ հաղորդման ժամանակ երբ որ կդնեմ այդ հատվածը, հա, Սուրբ Էջմիածինը ամենքի տունն է, հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի, ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է վկայում, հայոց ազգը իսփյուրս աշխարհի կապված է լուսավոր Չիաչին եւ Սուրբ Էջմիածնին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Աստուծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է։ Երբ որ ներսից դրսից այդ գազազած ամբողը հայոյանքներով ու մեղմ ասած հայ քրիստոնյային ոչ վայել պահվածքով փորձում էր կոտրել մայր տաճարի դռները, մի պահ պատկերացրեք ինչ եմ ասում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Եվ դրանք թաթար-մոնղոլները չէին, դրանք արաբները չէին, գիտես, ես գրքերից եմ սելջուկները չէին, գրքերից եմ կարդացել, երբ որ արաբները փաստացի եկեղեցիների մեջ փակում էին մեր նախարարական տոհմի ներկայացուցիչներին, սեպուհներին եւ այլն ու այրում էին ու դրա բանը իդեպ վրեժը հանեց Զաքարյան իշխանը, երբ որ նմանատիպ մի բան էլ իրենց հետ արեց այդ վրաց արաբական պատերազմների ժամանակ, որտեղ ինքը մեծ հաշվով հայկական եւ վրացական զորքերի հրամանատարն էր, այդ գրքերից եմ կարդացել, այլ ֆիլմերում այդպիսի տեսարաններ կան, գիտես, որ գալիս են բան են անում եկեղեցում, օրինակ բանի մեջ
շատ հայտնի ֆիլմերի մեջ այդպիսի դրվագներ կան ու ես այդ որ պատկերացնում եմ, այսինքն նրանք հայեր չէին, ինչ որ հագարացիներ էին հարձակվել, հագարացիները հարձակվել էին ու փորձում էին այրել ու այդտեղ բաներ, դեպի Աստված աղոթքեր ընթանում, խունկեր, որում մոմեր էին այրվում, վառվում, ուստի այդ տրամաբանության մեջ անշուշտ մեզ համար 2025 թվականը ես չեմ կարող ասել հոգևոր անկման, բայց հոգևոր մարտահրավերների եւ հոգևոր նորոգության հնարավորության տարի էր, որպեսզի մենք վերաիմաստավորենք այն արժեքները, որովհետեւ գիտես ցավոք սրտի շատ-շատերս մեզանից վերածվել էինք քրիստոնյա համարողների մասին, մեր ընկեր Ռուբեն Վարդյանը լավ խոսք ունի, ասում ավանդապաշտ աթեիստ, այսինքն գնում ես մոմ ես վառում, աղոթք ես անում, կնունք ես անում, ես անում, բայց չես հավատում։ Այս փորձությունները մեզ հնարավորություն է տալիս մեր քրիստոնեական ինքնությունը ել ավելի ամրապնդելու եւ ել ավելի հաստատակամ ու գիտակցված դարձնելու համար, որովհետեւ այնքան ինչքան հիմա մոտ հայ ժողովրդի հավատավոր հատվածը եկեղեցուն երբեք այդքան մոտ չի եղել վերջին երևի թե 25-30 տարվա ընթացքում ու ցավոք սրտի պետք է ընդունենք, որ դրա մեջ որոշակի առումով հայ առաքելական եկեղեցու կրկին որդիական խոնարհությամբ եմ ասում երևի այդ բառը, չգիտեմ ճիշտակորը թերացումը կար։ Այն առումով, որ գիտես, այնուամենայնիվ մեր եկեղեցու հայերը պետք է ավելի ենթադրում պրոակտիվ լինեին, ավելի տեղ-տեղ միգուցե պոպուլիստական պետք է երևի թե լինեին, այսինքն ամեն ինչ ցուցադրելով, ամեն ինչ բացելով, որպեսզի հիմա իրենց չմեղադրեին, թե այս 30 տարվա ընթացքում ոչինչ չի կարել եւ այլն եւ այլն։ Անշուշտ ուստի 2025 թվականը այս քրիստոնեության հատվածը, որպեսզի մենք կարողանանք որոշակի չափով այսպես ամրագրել, մեծ փորձության տարի է, բայց 2000 եւ դա շարունակվելու է, ինք կանգ չի առնելու այս կռվի մեջ, թույլ տուր ասել բարի եւ չարու կռվի մեջ, որտեղ ակնհայտորեն կողմերը շատ հստակ բարիկադավորված են, շատ հստակ մոտիվացված են, մի հատվածը մոտիվացված է պաշտպանելու սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, դիմացի հատվածը քաղաքական եւ արտաքին քաղաքական որոշակի նարատիվներով իջեցված փորձում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի համատիեզերական եւ համահայկական բնույթը իջեցնել հայաստանյան որևիցե X հասարակական կազմակերպության այսպես դերակատարության աստիճանի։ Այս կրկնում բարի եւ չարի կարծում եմ որ քրիստոնյաները եւ քրիստոնեությունը Աստծո օգնությամբ եւ օրհնությամբ հաղթանակ տանելու է։ Շատ լավ, Նարեկ, ես մի քանի բան ուզում եմ այստեղ հավելեմ եւ հաջորդ ամփոփող այսպես թեման կրկին կրոնականի կոնտեքստում եմ ուզում դիտարկել, բայց մինչ այդ տես, որ ասում ես, սա նաև ինքնամաքրման ընթացք է եկեղեցու, հա։ Մեր բոլորից, այո, իմ սիրելի Միքայել Սրբազանը, որ իդեպ սա էլ իր այն խաչն է, որ հիմա փայտ է կրում է, ուրեմն իր վերջին նամակում, եթե այս ընթացքում նոր նամակ չգրի, ուրեմն հիվանդանոցից կամ կալանավայրից, դիմում է վեհապարին եւ ասում է վեհապար Տեր հանիր չորացած տունկերը մեր այգուց, այսինքն չորացած տունկերը խանգարում են այգուն, իսկ դրանք տիրադավերն են, այսինքն նայել է դիմում, որ ընդ որում շատ գեղեցիկ է ասում, իմ նախկին եղբայրներ, այսինքն դուք այլևս իմ եղբայրները չեք, եւ այդ ինքնամաքրումը բնականաբար ենթադրում ինչպես են այգին մաքրում, չորացած տունկերը, այտում հանում եւ այլն տերևները եւ այլն նույնպիսի ենթադրում եմ մեր հավատքի այգին պետք է մաքրվի եւ գլխավոր այգեպանը մեր հավատքի վեհապարտերը ենթադրում եմ որ այդ ամեն ինչը իր ընկալումների շրջանակներում պետք է անի մյուսը տես Նարեկ այդ մայր տաճարի վրա հարձակման կոնտեքստում մեր աչքի առաջ ախր պատմություն է գրվում դրա համար եմ ասում այսօրվա մեր հաղորդում հենց այսօրվա պատմության, այս թարմ պատմության մասին է, մարդկության պատմության 2025 թվականի մասին է,
դες նաև պատմություն նկարներով է, չէ՞, մենք ասենք տարբեր պատմական դրվագներ, օրինակ չէ, Վարդանանքը այդ մեծ կտավով ենք հիշում, չէ, տարբեր չէ, Աուստերլիցը ինչպես ենք հիշում, հա, Խանջան, Աուստերլիցը ինչպես ենք հիշում, Բորոդինոն ինչպես ենք հիշում, տարբեր դրվագներ, չէ, կարող ենք հիշել կտավներով։ Այվազովսկու ծովամարտերը, Վերսալում կախված այդ հսկայական նկարները, որոնք որ ֆրանսիական պատմության այս կամ այն դրվագներն են արտացոլում։ Այո, բանը գլխատումը Մարիա Անտուանետա եւ այլ։ Հիմա տես, այս պատմության ընթացքում մի նկար լուսանկարի տեսքով, հա, ի հայտ եկավ, երբ կանգնած է բյուրականի եկեղեցու քահանա Տեր Վրդանեսը եւ այսահարված նայում է այդ ամբոխին, որը պղծում է, գոռում է, ճվում է, ուզում է ջարդել Մայր տաճարի դուռը։ Ընդ որում պետք է ֆիքսեմ, կներես որ քեզ ընդհատում եմ, ուղղակի հավելումն եմ ասում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի փոխտնօրենի մակարդակով եւ ինչպես նաեւ Թալինի բավական բարեպաշտ եւ բարեկիրթ համայնքապետի անմիջական հայույախառն մասնակցությամբ։ Բայց նայ եւ նկարը տես Սուրբ Պետրոսի նկարներ չէ, այդ թիկունքում, որի ձեռքին է դրախտի բանալիներ, այսինքն էս մի ամբողջ պատմություն է եւ Տեր Վրդանեսը կարծես իրոք այդ հայկական այն միջնադարյան պատումներից հայ քահանայի այսպես կերպար է, որը այսահարված նայում է այդ ամենին եւ խեղճ մարդու սիրտ չի դիմանում, այդտեղ սրտի կատված է ստանում եւ Աստված իրեն առողջություն տա։ Այսինքն իրե դուրս է գրվել արդեն իրանից հարկաստո։ Այսինքն մենք այս ամեն ինչը, այս քո ասած հարցակման խորհրդանիշներից մեկը ընդդեմ այդ ամեն ինչի Տեր Վրդանեսը։ Հիմա նոր կերպար ձևավորվեց։ Հիմա կանցնեն տարիներ եւ մարդիկ խոսեն Տեր Վրդանեսի նկարի շուրջ այդ իրավիճակի մասին։ Մյուս հանգամանքը, ինձ գիտես նաև քանի որ 2026-ին երբ որ ԱՄՆ փոխնախագահ Պենսը գալու է, եթե գա, հիմա լավ, ասենք եթե գալու է Հայաստան, այլ աղբյուրներով կներես ասում են որ գալու է պետքարտուղարը եւ Պենտագոնի ղեկավարը զուգահեռ միասնական այցելել։ Ամեն դեպքում լավ, այդ պաշտոնյաները գալիս են։ Տեսնես այցելելու են Մայրաթոր եւ Վեհափառին, թե ԿՊ-ական իշխանությունները ամեն ինչ անելու են, որ հանկարծ չայցելեն, որովհետեւ դա իրենց թշնամին է, դա թշնամու այսպես նստավայրն է եւ այլն եւ այլն։ Այսինքն հանուն նեղ շատ նեղ հարցերի քրիստոնեական քրիստոնեական երկրի այդ կերպարը հավասարեցնելու են ցեխին, որ ասեն մի գնացեք, միգուցե հանեն ինչ որ նկարներ ցույց տան, ասեն գիտեք։ Դու շատ լավատես ես, եթե դու մտածում ես, որ մինչև նախագահ, ես քեզանից այդ լավատեսության վարակվում եմ, մինչև այցելությունը Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի փորձելու հարցը փակել, այսինքն կամ ասենք Վեհափառ Հայրապետը չի հայտնվել օրինակ այնտեղ որտեղ իր հոգևոր եղբայրները arczepiskopos-ներն են։ Չէ, այդ իմաստով ես էլ շատ լավատես չեմ, բայց գիտես ինչով եմ լավատես։ Ես որ այցելում եմ Մայրաթոր եւ նայում եմ Մայր տաճարի պատերին, այդտեղ տեսնում եմ հարձակված եւ ջախջախված սելջուկներին, չգիտեմ, նախորդ բոլոր այսպես արշավողներին, հա, զավթիչներին, որոնք եկել անցել գնացել են, տեսնում եմ, չգիտեմ, ռուս ցարի հրամանը, եկեղեցու գույքը բռնագանձելու, ամեն ինչ տեսնում եմ Մայր տաճարի պատերը կան, իսկ իրենք այդ զավթիչները եւ այլն վաղուց բոլշևիկները վաղուց արդեն անցել են պատմության համապատասխան վայր։ Եվ նարեկ փորձելով երկրորդ թեման, հա, միջազգային եւ հայկական, բայց ելի հոգեվոր է։ Դա 2025 թվականը մենք բացի որ Հռոմի Պապի, չէ, նոր Պապի, այսպես մուտք եւ այլն, մենք արի ֆիքսենք երկու բան։ Աշխարհը կամ միգուցե նաեւ հայության լայն շերտերը բախվեց երկու երևույթի հետ։ Հայ Սուրբ Իգնատիոսը, որը ցեղասպանության ժամանակ մարտիրոսված ուրեմն մեր սրբերից էր, հոգևորականներից էր կաթոլիկ, սրբադասվեց հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից, այսինքն աշխարհը եւ հայությունը ճանաչեց, առերեսվեց հայ սրբի հետ, նոր սուրբ եւ աշխարհը կամ ավելի շատ հայկական աշխարհը ծանոթացավ
նոր հայկական հուդաների հետ։ Այսինքն 21-րդ դարում հուդաիզմը update եղավ, եւ մենք արդեն ունենք նորահայտ հուդաներ, եւ երբ որ ասում ենք հուդա, ել չենք հիշում այն Քրիստոսի ժամանակվա հուդային, անմիջապես մեր աչքի առաջ են գալիս տիրադավերը, որոնցից ոմանք ավելի առաջնային պլան, ոմանք երկրորդ, բայց բոլոր այդ տիրադավերը եւ փաստորեն էլ կտավ պետք չի դիմել կտավ բանին, կլասիկ նկարիչների կտավներին, որպեսզի վերհանել հուդայի կերպարը, չնայած այն նկարը, որ վերհանվեց շատ նման էր Ռեպինի նկարը շատ նման էր այն կարգալուց եղած կահանային։ Ստեփան Մնասյանը, Ստեփան ամեն դեպքում, բայց մենք ցավոք սրտի, այսինքն բախվեցինք 25 թվականին հայ սրբի եւ հայ հուդաների հետ։ Աշխարհը ճանաչեց սրբադասեց հայ հոգեվորականին եւ հայությունը Տիրադավի կոչումը Միքայել Սրբազանի գլխավորությամբ տվեց նրանց, ովքեր ուրացան իրենց եղբայրներին, իրենց ուխտը եւ այլն եւ այլն։ Եվ այս էլի էջմիածնի վրա այդ ասպատակության կոնտեքստում իրես ինչ է նկատել, երբ այդ տիրադավերը ախրանայով, ընդ որում դա չգիտենք ինչ ախրանա էր, անվտանգություն էր, քաղաքացիական հագուստով, բայց կարծեմ լրագրողները ֆիքսել էին ինչ, տենց պրոֆեսիոնալ, իրենք ուրեմն անվտանգությամբ պաշտպանված քայլում էին մի կերպ, քայլում էին մայր աթոռում, մայր տաճարի կողքին եւ ինձ մոտ անմիջապես հետեւյալ այսպես զուգահեռը միտքը գնաց այս մարդիկ այդ եպիսկոպոսները, arczepiskopոսներ մայր աթոռում տասնամյակներով ճեմել են հանգիստ, այդտեղ ուսանել են, այդտեղ պատարակների են մասնակցել, այդտեղ կրոնական արարություն, այդտեղ քրիստոնեության 1700-ամյակն են տոնել, մեռոն օրհնենք են տոնել եւ այլն, իրենց տունն է, իրենց գիտելիքներով եւ այլնի հանդեպ իդեպ հարգանքով, որ իրանք ստացել են, բայց դավաճանել են այդ ամենը։ Եվ հիմա ես պատկերացնում եմ այդ մարդկանց, որոնք 10 մետր քայլելու համար մայրաթոռում ստիպված են դիմել ինչ որ անվտանգության միջոցառումների, որ իրենց գազելով կամ ինչ որ մեքենայով բերեցին, խոսեցին, հետո էլի տարան, այսինքն իրենք փոխեցին մայր տաճարում, մայր աթոռում, այդ հոգևոր, այդ մթնոլորտում ազատ ճեմելու, խորան բարձրանալու մայր տաճարում, խորան բարձրանալու այդ պարգևը փոխեցին իշխանությունների հետ լավ լինելու եւ կառավարությունում Փաշինյանի ընդունելությանը արժանանալու եւ միգուցե նրանցից ոմանք ինչ-ինչ, չեմ, ինչեր իրենց կզիջեն, իրենց որ մեղքերը կներեն կամ իրենց ինչեր են խոստացել, ինչեր կտան եւ այլն, բայց արդյոք դրանք համեմատելի են թե ոչ։ Եվ ես 2025 թվականին տեսա ոչ միայն հուդայացած հայ հոգեվորականի, այլև տեսա ինքնաոչնչացված հայ հոգեվորականի, ով մայր տաճարի պատերի տակ գողեգող, կուզեկուզ, անվտանգությամբ ինչ որ sense քողարկված անցնում է այնտեղով, որտեղ իր տունն էր։ Ի հավելում քո ասացին, նախ պիտի հիշենք, թե Սուրբ Իգնատիոսը կամ Իգնատիոս եպիսկոպոսը ինչու սրբացվեց, ինչու սրբադասվեց, դա շատ կարևոր է։ Սրբադասվեց ոչ թե այն պատճառով, որ կարողացավ բժշկել մեկին, ոչ թե կարողացավ աստվածային հրաշքներ գործել, չնայած երևի կարող է միգուցե այդ ամեն ինչը նույնպես եղել է, բայց նախ եւ առաջ նրա համար, որ այդ դժնդակ տարիներին ցեղասպանության մահվան սպառնալիքի տակ հրաժարվեց դավանափոխություն կատարել։ Իսկ ինքը ուներ հնարավորություն այդ պահին թեկուզ բայց տիրադավերը ըստ էության դավանափոխ եղավ։ Դե հիմա այդան եմ գալիս, այդ պահին թեկուզ ինքը տեսական հնարավորություն ուներ հրաժարվել մեր Տեր Աստծուց, մեր Տեր Հիսուս Քրիստոսից, ընդունել իսլամ, այդ պահին հետո մեղագալ ողջ մնալու արդյունքում եւ կրկին վերադառնալ քրիստոնեություն, ինչը ես վստահ եմ, որ նույն եկեղեցու կողմից կներվեր, որովհետեւ Քրիստոսը սեր ու ներողամտություն է նախ եւ առաջ, բայց ինքը որոշեց գնալ նահատակության ճանապարհով, այսինքն գիտակցված մահի գնաց, հա,
մենք գիտենք Վարդանանցի այդ հանրահայտ նշանաբառը մահ իմացյալն անմահություն է։ Ուստի այս պարագայում մենք գործ ունենք այս արդեն սրբադասված հայ հոգևորականի հետ, թեկուզ կաթոլիկ եկեղեցու, բայց հայ հոգևորականի հետ եւ Քրիստոսի ծառայի հետ, սա մեկ օրինակ է, որում մենք կարող ենք այդպիսի օրինակներ նաև բերել այս կամ անչափով հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սպասավորներից, որոնք որ չխորշեցին ոչ մի վարքյան ու անգամ նույն 44-օրյա պատերազմի ժամանակ մենք հոգևորական զոհեր ունեցանք, չէ 44-օրյայի ժամանակ, անհետ կորած կա, որ եւ այդ մարդիկ գնացին մահի մայցալ անմահությունը նշանաբառով, հա, կամ հայարակելական եկեղեցու հավաքական նշանաբառով, որը արտահայտվում է վասն հավատով, վասն հայրենիաց բանախոսով, որպես ազգային եկեղեցի։ Սա մի իրականություն է։ Երկրորդ իրականությունը, ես ուզում եմ խոսել այո այդ 10 տիրադավերի մասին, որոնցից 8-ը գործուն ներկայություն ունեցա Մայրաթորի ասպատակության հերթական փորձի ժամանակ, խղճուկ կերպով ինչ-որ մի գազելի մեջ բերեցին բառի բուն իմաստով, ազատ արձակեցին մի քանի րոպե որպեսի խոսեն, հետո հետ հավաքեցին ու տարան այդ տասնյակ հարյուրավոր անվտանգության ծառայողների ներկայությամբ, ընդ որում այդ մեգաֆոնը տվել էին ձեռքները, ասում էին խոսեք ու իրենց վրա այդ հավատավոր ժողովուրդը գոռում էր տիրադավեր, հուդաներ եւ այլն, ու ես պատկերացնում թե քանի կոպեկ արժեր իրենց ընդհանրապես այդ պահին այդ ամբողջ այդ performance-ը, հա, պայմանականացած, որ զզվանքի եւ արգահատանքի է միայն ու բացառապես արժանի ու այդ բարոյական ոչնչացման ճանապարհը էլի հասկանում ես, երբ որ դու գիտես, որ նրանց բոլորի վրա, ինչպես բազմիցս բաց աղբյուրներում գրվել է, կոմպրոմատային ինչ-որ բանը, մեկին ասել են բնակարանը ձեռք կվերցնենք ու ինքը փաստացի Արցախի թեմի, դեռևս թեմի առաջնորդ Վրթանես հարգելով իր կոչումը եպիսկոպոսի մասին է խոսքը, որ 10 տիրադավերից մեկն է, ինչպես ասում է մեր սիրելի Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը եւ Արշակ Սրբազանը, ասում եմ մի բնակարանի խնդիր է հասկանում ես, այսինքն կամ ինքը ընտրել է բնակարանը դավաճանելով Պաստորեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, այն հացը, որտեղ այդպեսի խոսք ասում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հաց ուտողը չի դավաճանի երբեք։ Այն հացը, որ ինքը կերել է։ Եվ այստեղ անգամ բան չի կամ Նավասարդ arczepiskopos Կճոյանը որ մշտապես փորձում էր, այսպես փորձել է ժամանակին այսպես Երևանցու կերպարի մեջ լինել, որոշակի առումով մի քիչ այդպես ձևերով, հա, այդպես իր շուրջ զորված բանով, այդ ամբողջ այդ բանը, որ անգամ ինքը ուներ իմիջը, այսպես ասենք, հա, այդ ինչ որ sense որոշակի ճակերտավոր հմայքի, հա, որտեղ տեղ-տեղ անգամ բնականաբար հոգևոր հմայք չէր, այլ ավելի շատ այսպես այլ սուբկուլտուրայի պատկանող, հա։ Միֆ էր, ֆիկցիա։ Հա, բայց հոդս ցնդեց բարի բուն իմաստով։ Հոդս ցնդեց, օրինակ, հա, ասենք չնայած երբեք Հոդսեևի չի եղել, ասենք Վազգեն Միրզախանյանի պահվածքը, որ մշտապես զուգահեռվել է, ես ուզում եմ անվանական ասել, էլի մշտապես զուգահեռվել է տարատեսակ խայտարակ պատմություններով, խայտարակագույն պատմություններով, ամոթ եւ երիցս ամոթ նողկալի կերպարեր Մասյացոտնի թեմի առաջնորդի պահվածքը, բարի բուն իմաստով նողկալի է իր փոքրամարմին իրեն հատուկ այդ փոքրամարմին մարդիկ կան, որոնք սարսափելի մեծ ոգի ունեն։ Օրինակ ասում եմ մեր Վասակ Մամիկոնյան սպարապետը, որին տարան Արշակ II-ի հետ անուշ, ինքը լինելով փոքրամարմին, Բոնապարտը վերջի վերջո փոքրամարմին էր, Շարլ Ազնավուրը փոքրամարմին էր, բայց այս մարդու այդ փոքրամարմին կերպարը նաև այդ փոքրոգիության ու այդ իր արարքների ճղճիմության հետ է էլի համընկնում, երբ որ դու տեսնում ես թե ինչպիսի հաճույքով է նա մարդ, որ մեծ հաշվով Վեհափար Հայրապետի կարող ենք ասել այսպես ամենասեղմ շրջապատից էր, իր ընտանիքի այսպես հրավիրյալ անդամի կարգավիճակ ուներ, ինչպիսի հաճույքով է ամբաստանում ու բամբասում, հասկանում ես, ու այդ դրանց մեջ զուգահեռ մենք անենք անում։ Հիմա նայ, շարունակությունն եմ ուզում, կներես շարունակությունն ասեմ, հազար ներողություն։ Մենք դու բերեցիր օրինակ սրբացված Իգնատիոսի եւ մեր 10 մեր
մեր ժողովրդի պերջանք եւ թշվառություն 10 տիրադավերի մեջ ես ուզում եմ նաեւ հալածյալի առումով բերել մեր այս պահին գտնվող 4 սրբազանների դրանք ուզում եմ վերջում լավատեսորեն ասել դրանք ասենք լավատեսորեն բայց մեր 4 կալանավորված սրբազան հայրերի կերպարները հա երեցը անշուշտ նրանցից Միքայել arczepiskopos Աջապայան որ համարվում է առաքելական եկեղեցու պահպանողական թևի այսպես առաջնորդը մարդ որի հետ բազմիցս տարբեր հարցերի շուրջ չասեմ վիճաբանելու որովհետև ես ինձ չեմ արժան համարում այդպես վիճաբանություն բառը գրանցելու բայց բանավիճելու խոսելու տեղ հումորի հետ զգացողության մեջ շատ կարոտել եմ իդեպ այդ զրույցները Բագրատ arczepiskopos Գալստանյանը ինչպես Միքայել Սրբազան իրեն կոչում է Բագրատ խանդավառ դեմքով երբ որ ինքը իսկապես ինչ-որ բանի հավատում է իր ճպիտով այդ իր բանով սարսափելի դրական աուրայով հա երբ որ բան է անում Արշակ arczepiskopos Խաչատրյանը իրեն հատուկ սարկազմով ու այսպես խոսքը նետի պես հա խոցող բանով ինչ ասեմ բնավորության գծով հա այդ հաղթամարմին հսկայական այդ մարդը որ գիտես երևի թե ինքը մեջներից չնայած մյուս երկուս ավելի շուտ կալանավորվեցին բայց տմարդի ձևով իր հետ փորձեցին վարվել հա այն ամեն ինչ որ գցեցին հրապարակ որ ես վստահ եմ որ այդ ամեն ինչը fake է հետո էս պլանի պատմություն 80 թվականին, բայց ինքը Արշակ Սրբազանի ճանաչողն է գիտեմ, ինքը տղամարդ է, ու այդ տղամարդ տեսակով ինքը տարավ այդ ամեն ինչը առանց մի վարքյան բանի։ Դու պատկերացնում ես, այս տիրադավերից որից է մեկի վրա այնպիսի կոմպրոմատային բաներ փորձեն անեն, ինչպես փորձել են Արշակ Սրբազանի նկատմամբ անել, երևի 40 անգամ ուրացած կլինեին արդեն թե ամենայն հայոց կաթողիկոսին եւ թե քրիստոնեությունը։ Այս 10 տիրադավերին, որ ես տեսնում, ես էլ ասեմ խոսքը շատ բան չանեմ, ով որ չի տեսել բանը Ցարսվնի բեսն է, այսինքն երկնային թագավորություն ֆիլմը, որը Երուսաղեմի անկման մասին է, խորհուրդ եմ տալիս նաև հետ հատուկ է տիրադավերի կերպարը գտնելու համար։ Այնտեղ Երուսաղեմի մի եպիսկոպոսի կերպար կա, երբ որ Սալահադինի զորքերը շրջապատում են Երուսաղեմը ու Պաստորեն Բալյանն է մնում որպես պաշտպան ու չկա որևիցե ասպետների զորքերը ջախջախված են, հոսպիտալիերները, տամպլիերները ջախջախված են, Երուսաղեմի վերջին թագավորը իր ախմախության պատճառով գերի է անկել, այս բանը եպիսկոպոսը ֆռվում է բանը, պատտվում է Բալյանին ասում է «Ամոժդ պամինյաեն վերու» միգուցե մենք փոխենք մեր հավատը, որ փրկվենք այս պահին։ Այս 10 կերպարները ամբողջությամբ մարմնավորում են կամ կարողանում են տեղավորվել մեզ հայտնի աստվածաշնչյան Հուդայի հետ եւ դրանից անդին, եթե ավելի այսպես բանով նայենք, գեղարվեստական տրամաբանությամբ նայենք, այդ եպիսկոպոսի, որ պատրաստ է հենց այդ բային արագ փոխել իր հավատը, որպեսզի կարողանա Սալահադինի զորքերից իր ողորմածությունը արժանանալ, այսպես։ Արեք, որպեսզի այս հոգևոր թեման ամփոփենք, չնայած վերջում կարծում եմ կարճելի անդրադարձ կանենք, հետևյալը ասեմ քեզ, երբ որ դու խոսում ես առանձին եպիսկոպոսների մասին, ասելով որ մեկը, չգիտեմ, էս էր խորհրդանշում, մեկը իրեն դրել էր, չգիտեմ, էս ինչի տեղ, մյուսը իր կերպարով, չգիտեմ, եւ այլն, բայց պարզվեց, որ այս 10 տիրադավերը ենթադրաբար որ ունեն ինչ որ անձնական շահախնդրություններ, մասնավորապես ԱՄՆ-ի տիրադավը, Հովնան arczepiskopos-ը, որի մասին ասում են, որ ամենաշահագրգիռն է կոնկրետ։ Որովհետև ուզբան է անում, լուսավորչի գահին է հավաքտում ողջ կենթանի առողջ ամեն հայրապետարայության։ Ամեն դեպքում այս բոլորը ամեն մեկը ինչ որ մի կերպար ուներ, ինչ որ հավատում էին կամ իրենք իրոք անցած ճանապարհ ունեն, մի մասը բավական երկար եւ այլն։ Եվ փաստորեն պարզվեց, որ այդ ամեն ինչը իրենք կարող են փոխել, ընդ որում մի քանիսին որ նայում ես, տեսնում ես, որ իրենք էլ չեն հավատում իրենց, էլի, այս որ իբրև իրենք պայքարում են եկեղեցու մաքրության համար եւ այն։ Պարզվեց, որ իրենք այդ ամեն ինչը կարող են փոխել հանուն նյութական խնդիրների, հանուն գեսերի, հանուն ռեստորանների, հանուն այլ շահախնդրությունների։ Դեկանի պաշտոնի։ Եվ
Իդեպ այդ 8-ն է ինչ է ներկա, այն 9-րդը չկար, կարծեմ։ Վայոց ձորի առաջնորդ Աբրահամ Սրբազանը, որ 10 դիրադավերից մեկն էր չկար, դե մյուսն է, որ ուզում է կաթողիկոս պայն, երևի խնայում են Հովնան Սրբազանին, չեն ուզում մտցնել։ Եվ տեխնիկական պատճառներով ներկա չի եղել, գաղափարական չէր։ Մեզ չի որ հրաժարվել է։ Այո, չէ, կամ էլ զբաղված է եղել գործերով, այդ գեսերով, բաներով, հյուրանոցներով եւ այլն։ Ամեն դեպքում այսպիսի մի բան, պարզվեց, որ իրենք այն չէին, ինչ որ ներկայացնում էին, իրենք իրենց այդ վաստակը արագ փոխեցին եւ այստեղ հիշում եմ Վոլտերի խոսքը, որը ասել է հռոմեական սրբազան կայսրության անկումից հետո, որ ասում է պարզվեց ոչ հռոմեական էր, ոչ սրբազան էր, ոչ էլ կայսրություն էր։ Հիմա այս տիրադավերի մասին կարող ենք ասել, որ պարզվեց ոչ էս էր, ոչ են էր, ոչ են էր, հա։ Բայց դե դա իրենց ամեն դեպքում քանի դեռ վեհապար հայրապետը իրենց կարգալույս չի արել, մենք այդ կոչումը կարգը ոչ թե անձանց ուզենք պիտի հարգենք, որովհետև մենք չպետք է նմանվենք այն լկտի խաժամուժին, որ Բագրատ arczepiskopos-ի, Արշակ arczepiskopos-ի եւ Միքայել arczepiskopos-ի հասցեին ամենակեղտոտ բնութագրիչներն ու բաներն էին, ավազային անունով էին կոչում եւ այլն, կարգը հարգում ենք, բայց իրենց գործողությունները այնպեսին ինչպեսին որ մենք ասացինք։ Եթե բայց ովքեր որ կարգալույց են եղել, նրանք ովքեր այդ կարգալույցներին շարունակում են չեմ հմեկով դիմել որպես քահանա, դա էլ մեծագույն սխալ է եւ իրենց եւ հանրության համար։ Ես վստահ եմ որ իրենց եթե տասոնային հանձնարարական են տվել։ Դե ամեն դեպքում։ Եվ ավարտելով սա, ես 2026-ը եթե փորձենք նաեւ կանխատեսում անել կամ ենթադրել կամ հույս հայտնել, առաջինը բնականաբար ինչը որ կուզենանք, որ 2026-ին նաեւ այս թողուբոհի միջից այսպես մակրագործված, հա, ասենց ավելի բյուրեղացած մեր սրբազանները օր առաջ լինեն ազատության մեջ, 4 գերիալ սրբազանները լինեն ազատության մեջ եւ 2026-ը ես կարծում եմ քաղաքական եւ կրոնական առումով այնուամենայնիվ լինելու է այս կանգառից հետո ենթադրվող process-ի կոնտեքստում, այսինքն այս անկումը պետք է կանգ առնի եւ կանգառից հետո պետք է սկսի վերազարթոնքը, վերքերի մշակումը եւ այլն այստեղ արդեն շատ ավելի մեծ ազդեցիկությամբ, շատ ավելի մեծ իրավունքով սրբազանները վեհապար հայրապետի գլխավորությամբ, իսկ ես կարծում եմ, որ բոլոր հարձակումները այնուամենայնիվ պետք է ետ են մղվելու եւ Տերը անսասան է պահելու իր իսկ հիմնած մայրաթոռը եւ երկար կյանք է տալու հայրապետին։ Այս 2026-ը ես կարծում եմ այս փուլն է լինելու, որովհետև թեկուզ քաղաքական այդ այցերը ԱՄՆ պաշտոնյայի, թեկուզ աշխարհի քաղաքական գործիչների վերաբերմունքը եւ տարակուսանքը այս process-ներին այսպես տեղ են տալիս խոսելու, որ այս ամեն ինչը չի մնալու պարփակված ԿՊ վարչության նիստի որոշումների շրջանակներում եւ ունենալու է հանրային քաղաքական կրոնական արձագանք, արդեն իսկ այդ արձագանքը կա, դրա ավելի լավ հանգուցալուծումներ։ Հիմա նարեկ, եթե հոգևորից մի հատ փոխվենք քաղաքական գլոբալ հարցը, ես կարծում եմ 2025 թվականը էլի բեկումնային մի դրվագ կարող է նշмарվել ռուս-ուկրաինական այսպես կոնֆլիկտի համապատկերում եւ մենք այստեղ էլի պետք է պատմությանը հղում տանք, որ արևմուտքը շատ հաճախ հրահրում է ինչ որ խնդիր եւ դու քիչ առաջ խոսքումդ ասացիր այդ պայքարը Թրամփի մոտեցումների եւ նեոլիբերալ եւ այլն քաղաքագիտական տերմինոլոգիայով ասած լիբերալիզմի եւ ռեալիզմի պայքարի շրջանակներում նայեք ինչա բան լինում մեծ տերությունները մեկ այլ մեծ տերության համար խնդիր են հարուցում որպեսզի այն մյուս մեծ տերությունը զբաղվի այդ խնդրով թուլանա հյուծվի եւ այլ հիմա մեծ տերությունները արևմտյան Ռուսաստանի համար ստեղծեցին այդ խնդիրը որի անունն էր ուկրաինական կոնֆլիկտ եւ խաղի կանոնները եթե նայում ենք մեծ քաղաքականությանը եւ պատմությանը միշտ այդպես լինում է հրահրում են ոգեշնչում են տալիս են խոստումներ եւ հիմա գալիս է ինչ որ մի պահ, որ այդ խոստումները այլևս իրականանալի չեն եւ սկսում են այդ հավանական այդ պացիենտին, այսինքն այդ
հրահրված պետության ղեկավարին պատրաստել դեպի կապիտուլյացիա, պատրաստել այսպես հաշտվելու իրողության հետ։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ 2025 թվականի վերջը, այսինքն ուկրաինական կոնֆլիկտի մեջ ինչ որ գլոբալ փոփոխության, գոնե շեշտադրումների փոփոխություններ կան եւ Թրամփի կողմից, եւ փոխնախագահի կողմից, եւ տարբեր գործընթացների սկսած զենք մատակարարելու, ֆինանսական եւ այլն։ Եվ ինչի առաջ ենք հերթական անգամ պատմության որ դասի առաջ ենք կանգնում, որ իրական պրագմատիզմը, շահերի իրական հավասարակշռությունը քեզ դառնում է անկալունակ, դու չես հասկանում, որ այս մեծ խաղի մեջ դու տանուլ ես տալու, դու դառնալու ես փոշե հատիկը ես ամեն ինչի ես մեծերի պայքարի թատերաբեմն ես դառնալու, երկիրը տանում ես նման փորձությունների եւ տանում ես նման բախումների։ Եվ 2025 թվականը մեկն է պատմության այն դասերից, երբ խոշոր պետությունները վերցնելով ինչ-որ պատրվակ, չգիտեմ, Ուկրաինայի ինքնիշխանության հանգամանքը, դա դարձնում են իրենց կոնկուրենտ մեծ պետությանը հյուծելու մի գործիք, ինչ-որ ձևով հասնում են իրենց արդյունքի կամ չեն հասնում, բայց արանքում ոչնչանում են պետություններ, քաղաքներ, քաղաքակրթություն, ի վերջո ողբերգություն, մարդիկ են զոհվում միլիոնավոր, 100,000-ավոր եւ այլն։ Եվ հիմա 2025 թվականի այսպես դասերից մեկը դա է, որի հանգուցալուծումը ես կարծում եմ 2026 թվականին շատ ավելի իրատեսական կարող է լինել։ Այս դասը ինչով է մեզ համար, հայերիս համար կարևոր։ Երկու առումով ես կարծում։ Նախ պատմության ընթացքում մենք եւս այդ պատմության ծույլ աշակերտներից ենք եղել, որ քանիցս այս հավասարակշռության մեխանիզմը չհասկանալով հայտնվել ենք այս թափանիվի տակ, եւ երկրորդը արդեն արդի իրողությունների կոնտեքստում, որ քաղաքական պոռոտախոսությունը, քաղաքական միագծությունը, ինքնիշխանություն, այսպես հարբեցնող թմրանյութի ազդեցություն ունեցող այս բառի չափից ավելի կիրառումը երկիրը կարող է տանել տարատեսակ վտանգների։ Եվ սա պետք է դաս լինի, որ այն գաղափարը, որ մեր մեջ հիմա ավելի գնալով արմատանում է, որ միակողմանի դեպի արևմուտք ինչ որ բաներ եւ այլ ուժային կենտրոնների հանդեպ այսպես քաղաքական պարծենկոտության դեմարշի ինչ որ դրսևորումները, դրանք միգուցե քո քաղաքական նեղ թիմի համար այսպես դուրեկան են, բայց խոշոր քաղաքականության մեջ դրանք ավարտվելու են շատ ավելի ծանր այսպես արդյունքներով։ Եվ այս կոնտեքստում վերջին բանը, որ ուզում եմ ասել, դա կարծում երրորդ թեման ավելի մանրամասն խոսանք Թուրքիայի մասին։ Այս կոնտեքստում Թուրքիան չի կարող դիտարկվել որպես առանձին ինչ-որ ուժային կենտրոն։ Թուրքիան արևմուտքի բաղկացիչ մասը լինելով, արևմուտքի դաշնակիցը լինելով, ունի սպეციფიկ հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց Հարավային Կովկասում ունի իր շատ կարևոր նպատակները, թիրախները եւ այս ռուսերեն կամ լավ հայերեն ասած այս ջղաձգումները հայկական իշխանությունների, որ ինչ-որ դեմարշ են անում Ռուսաստանին, դեմարշ են անում Չինաստանին միանալով ինչ-որ հակաչինական անհասկանալի մի կառույցի, չգիտեմ ինչ են անում եւ այլն, Թուրքիայի համար, կարող է Թուրքիան ասի վայ ապրեք, բայց Թուրքիայի համար այսպես այդ մեծ քաղաքականության բարձունքից նայելով տեսնում եմ, որ Հայաստանը ինչ էլ ուզում է այս դրսևորումները անի, միևնույնն է մեծ քաղաքականության խաղի կանոնը շարժվում է իր տրամաբանությամբ եւ ավարտվելու է այնպես, ինչպես միշտ ավարտվել է մարդկության պատմության ընթացքում, հետեւաբար այս քաղաքական պարծենկոտությունը լայքեր հավաքելու համար ինչ որ բաները, դրսևորումները, ես կարծում եմ լայն քաղաքական իմաստով հերթական արկածախնդրության դրսևորումներն են եւ 2025 թվականը դրա օրինակներից մեկն է մեր պատմության համար, որ այս քաղաքական արկածախնդրությունից չազատվելու այս մոլուցքը շարունակում է ուղեկցել Հայաստանի իշխանություններին։ Նախ ես ներողություն եմ խնդրում մեր հեռուստադիտողներից մեկից, կոնկրետ եթե հնարավորություն տաք նաեւ կասեմ ումից ակտուսներս հանելու եւ հետ դնելու համար գրել էր նյարդերի վրա է ազդում, իրականում այս սովորությունը իմ նյարդերի վրա էլ է ազդում, հիմա անգամ կասեմ, թե ով էր այդպես ջղայնացել,
Թող եթերում հնչի մեզ գրել էին, որ պարզապես ռուսական իմպերիայի ճորտերն են, դրա հետ համաձայն, Օֆելիա Օլքինյանը գրել է սպասում նամի ինֆորմատիվ զրույցը, բայց այն մարդը տակտոսել կամդիր կամ հանի վայ, ես ներողություն եմ խնդրում, սա իսկապես ոչ այդքան բան սովորություն է, օգտակար սովորություն է, բայց պետք է խնդրեմ բռնումով մոտենալ։ Հիմա գալով ռուս-ուկրաինական ճգնաժամին, անշուշտ 22 թվականից է սկսում եւ 25 թվականը նշмарվում է, որ կարող է լինել որոշակի առումով բեկումնային տարի, չնայած այսօր Զելենսկին իրենց նախապայմաններով մի հայտարարություն դրեց, որտեղ ակնհայտ է, որ ռուսական կողմը չի համաձայնվելու, ուստի այստեղ էլ մեծ հարց է, թե ինչ տեղի կունենա։ Այս խնդրի մի քիչ փոքր այլ տեսանկյունից եմ ուզում մոտենալ։ Բնականաբար մեծ պետությունների, տարածաշրջանային մեծ պետությունների սուր հակադրությունների հաշիվը վճարողները, այսպես ասեմ, փոքր պետություններն են, որոնք ճիշտ չեն կողմնորոշվում, եւ դրա ամենացավալի ու ամենավատ օրինակը հենց մեր օրինակն է, երբ որ մենք փաստացի ռուս-թուրքական եւ արևմուտք Ադրբեջան ու Թուրքիա հարաբերությունների այդ մենյուի հաշիվը մենք վճարեցինք հազարավոր զոհերով եւ բուն հայաթափված Արցախով, սա անշուշտ 21-րդ դարի սկզբի ամենամեծ հումանիտար կատաստրոֆաներից մեկն էր, իսկ մեր պատմության համար անջնջելի մի խարան, անջնջելի պատմական առումով, բայց ունենք են ինչ որ ունենք։ Ես մի փոքր հայկական իրականությունը փորձում եմ նայել այդ համաշխարհային կոնտեքստում, երբ որ այս ամեն ինչը սկսվում է, դու ասի մենք գնում ենք դեպի արևմուտք եւ դեպի Թուրքիա չի, այլ Թուրքիան արևմուտքի էսպես մասը, այնուամենայնիվ իմ մոտ կա հաստատ տպավորություն եւ համոզմունք, որ մենք ոչ արևմուտք են գնում, ոչ էլ դեպի Թուրքիա են գնում, մենք գնում ենք դեպի Ադրբեջան կամ դեպի ադրբեջանականացում եւ ես դրանով եմ նաեւ բացատրում թուրքական մշտական այդ նախապայմանը, որ գնացեք սկզբից Ադրբեջանի հետ հարցեր լուծեք, այսինքն դուք մեր վիզավիները չեք, մենք ձեր հետ չենք նստելու խոսել, դուք Ալիևի վիզավիներն եք, վիզավիներն չեք, Ալիևի ոնց կասի կանեք, հետո գաք մենք արդեն տենց ավելի մեծ դիրքերից, տենց Հայաթի մեծի դիրքերից ես այդ մասին խոսելու եմ, ասեմ, ես հիմա դրա օրինակ ուզում եմ բերել այս Ադրբեջանի ճանապարհով եկող ապրանքները եւ իմ մասնավորի այս բենզինի հրճվանքը ասեմ, ինչա ասեմ, երբ որ ակնհայտորեն այդպես հատուկ ադրբեջանական բենզինը էժան են դել, դες մոտ այս տպավորությունն ոնց որ բանան են մարդկանց ոնց է ստացվում որ խաղամոլ են դարձնում օրինակ, կամ տնտեղից հեռու թմրամոլ են դարձնում, սկզբում ամենաառաջին անգամ այդ ամեն ինչը կարծես թե շատ ավելի հեշտ է ստացվում եւ անգամ հաճելի process է տեղի ունենում, օրինակ չգիտեմ, ասենք մարդիկ կան, որոնք կազինո են հաճախում, ասում են որ սկսնակ խաղացողը միշտ ինչ որ բան շահում, հետո է մեծ խնդիրների մեջ են գնում։ Հիմա այդ խայծն է, էլի մեծ դրված այդ 430 դրամանոց այդ խայծն է, որ իշխանական երկու օլիգարխի ջանքերով եւ վստահաբար իշխանական բարձրագույն ներկայացուցիչների հանձնարարականով բերվեց Հայաստան ու հիմա այդ ասեղի վրա դնում են նաեւ գիտես մի տեսակ հոգեբանական պահ կա էլի որ այս ամբողջ կատաստրոֆաներից այսքան զոհերից այսքան կորուստից ավերից հետո մեզ նաեւ այս ժողովրդին ասում են քո գինը էսա մեզ ասում են, ինձ ասում են, քեզ մյուսին ասում են, քո գինը էսա, գնաս հիմա 430 դրամանոց ադրբեջանական բենզին կառնես, մի հատ էլ կուրախանաս այդ 430 դրամանոց ադրբեջանական բենզին առնած, որտեվ դրա հակառակը 520-530 դրամով առնել է, ու դրա արդյունքում էլ կասես այ մարդ, կասես տեսպես ինչ լավ է, այն ադրբեջանից բենզինը գալիս է, մեզ ինչներից էլ պետք է սա ամբողջ գալմաղալը, հայ ժողովրդի հավաքական գինը այսօրվա իշխանությունները եւ նրանց ադրբեջանական գործընկերները 100 դրամ են նշանակել լիտրում 100 դրամ Էս են նշանակել իմ կարծիքով այլ հարցա որ հայ ժողովրդի իրավունք ունի իր մեծամասնության մեջ եւ շանս ունի իր մեծամասնության մեջ եւ ես կարծում եմ այդպես է կլինի ոչ թե բենզինը մերժել բենզին մերժել իմ համար դա անուրջ երևույթ է այսինքն չգիտեմ այլ այդ բենզին բայց բան առումով աշխարհաքաղաքական կողմնորոշման արժեհամակարգային առումով այդ մերժելն է
Սա է, այսինքն հիմա տես մենք խոսում ենք ռուս-ուկրաինական ճգնաժամի մասին, որտեղ անշուշտ երկու կողմերն էլ մեկը իրենց ճիշտը եւ սխալը հաշվի առնելով, բայց կարծես թե բանն դիմադրում են, այս process-ներին։ Ուկրաինան այս պահին գտնվում է սարսափելի ճնշման տակ, երկրի կեսը կորցրել է, ամերիկացիները ասում են, որ այլ փող չենք տալու, մի քանի տասնյակ ուկրաինացի սերունդներ դեռևս վճարելու են հիմա կուտակված իրենց պարտքերը, այսինքն այնց է, որ Ուկրաինայի վիճակը մեղմ ասած լավ չի, ու աշխուկրաինական էլիտաների մեծագույն հանցագործությունն էր մրտնել այս մի խաղի մեջ, որի արդյունքում ես երկու ժողովուրդները դարձան իրար հետ թշնամիներ։ Բայց դրա հետ միասին գոնե հասկանում ես գոնե պատվախնդրության մաս կա դիմադրում են մեր պարագայում մեզ 100 դրամով այս ամեն ինչ հետո այդ մինուս 100 դրամով փորձում են գնել ու նորից եմ ասում հայ ժողովրդի հավաքական գին Ալիևը եւ Նիկոլը որոշել են կարգել այդ մինուս 100 դրամը։ Ես բնականաբար դրա հետ համաձայն չեմ, բայց Ինչի՞ հետ համաձայն չես։ Այդ ձևակերպման հետ, որը ինչ առումով։ Դե որովհետև չի կարող հայ ժողովրդին որևէ մեկը որևէ գին նշանակել։ Մա հայ ժողովուրդը կարա այդ գինը մերժի։ Հայ ժողովուրդը կարա չընդունի այդ իրողությունը եւ իրեն առաջարկվող այդ թույնը ու մի կողմ շպրտի դա եւ մենք առաջիկայում այդ process-ներ ունենք, որի ժամանակ լեգիտիմ դա հնարավորություն կլինի, բայց փաստը, որ երբ որ հատուկ բանը էժան բենզին են քեզ բերում ցույց տալիս, մի նժարի վրա դնելով քո ամբողջ պատմությունն ու այս վերջի շրջանի այս ողբերգություններով մի ժանի վրա 100 դրամը դնելով, այո, խորհրդանշական նրանով այդ երկուսը որոշել են, որ ժողովրդի գինը էդ է։ Հիմա ժողովուրդ գնդակը ժողովրդի դաշտում է։ Շատ լավ, դրա մասին խոսենք վերջում իմ կարծիքով 26 թվականին այսպես process-ները ուրվագծելով, բայց դու չես հիշում, որ այսպես կոչված մտավորականների կամ արվեստի գործիչների մի մեծ խումբ պայքարում էր տրանսպորտի թանկացման 50 դրամի համար եւ այդ մեծ խմբից ընդամենը եզակիներ հետո շարունակեցին պայքարել Արցախի այս ամբողջ այս անկման եւ այլնի համար, իսկ մեծ մասը այդ 50 դրամի համար պայքարողների հայտարարեցին, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում եւ վերադարձան թատրոններ, ինչպես ասում են, կամ չգիտեմ, արվեստի օջախներ։ Այնպես որ մենք ավելի վատ բաներ այսպես ասած տեսել ենք, նախորդ թեման ամփոփելով, քանի որ ես այսպես փուլայինով խոսեցի այդ մեծ բանի մասին, մեծ խաղի եւ այդ խաղի տրամաբանությունը չհասկանալու պարագայում հետևանքների, ուզում եմ այս մասը այսպես ամփոփել, նոր խոսում էի, հիշեցի մոդեռնիստ մի գրող կար, Վիրջինիա Վուլֆը, որը համարվում է արևմտյան այդ մոդեռնիզմի ամենալուրջ հեղինակներից մեկը, մի գիրք ունի Mademoiselle Delouay վերնագրով, որտեղ խոսվում է առաջին համաշխարհային պատերազմի դեպքերի մասին, եւ հերոսներից մեկը ասում է, այդ հերոսներից մեկը, եթե չեմ սխալվում, այսպես ինչ որ հայտարարեց, որ շատ ցավում է հայերի համար, ենթադրաբար ցեղասպանության համար, եւ ասում անմիջապես մտքում ասած Հայաստան էր, թե Ալբանիա էր, դե ինչ տարբերություն, կարևորը որ ինքը հայտարարեց, որ ցավում է։ Այսինքն կեղծ լինելը այդ մեծ պետությունների այդ ցեղասպանությունից հետո էլ բազմաթիվ ոգեշնչող հայտարարություններ են ունեցել եւ այդ զուգահեռը Արմենիա թե Ալբանիա, որը Թրամփը հիմա էլ է խառնում, դեռ կլասիկ գրականության մեջ 20-րդ դարի առաջին կեսում Վիրջինիա Վուլֆի ստեղծագործություններում դա արտացոլված է Արմենիա թե Ալբանիա, այսինքն դա անտարբերության ցուցիչն է եւ եթե դու ինքդ քեզ չես կարող բան ոչ մի մեծ պետության ղեկավար, ոչ մի Հռոմի պապ, ոչ մի ԱՄՆ նախագահ քեզանով չի այսպես շատ մտահոգվել։ Հիմա քո ասած թեման իմ կարծիքով հաջորդն էր, ես 2025-ին հայ-թուրքականի հետ կապված եւ հայ-ադրբեջանականի այսպիսի զուգահեռ ուզում եմ տանել, մենք պատմության ընթացքում տեսել ենք հայ եւ թուրք ղեկավարների տարբեր հանդիպումներ մեր ոչ այսպես վաղ անցյալի պատմության մեջ։ Տեսել ենք Տեր-Պետրոսյան Դեմիրել հանդիպումը, տեսել ենք Տեր-Պետրոսյանի այցը Թուրքիա, բայց Օզալ նախագահի թաղմանը մասնակցելու համար, ոչ թե Օզալի ուրեմն նախագահական երթմանը կամ Դեմիրելի։ Մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյան Դեմիրել հանդիպում, տեսել ենք Քոչարյան Էրդողան հանդիպում,
տեսել ենք Սերժ Սարգսյան, Աբդուլլա Գյուլ, Գյուլ հանդիպում, Սերժ ֆուտբոլային Սարգսյան եւ Էրդողան հանդիպում եւ տեսել ենք 2015 թվականին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այց Թուրքիա, 2014 թվականին Թուրքիայի նախագահի երթմնակալությանը, որտեղ նա փոխանցեց հրավեր մասնակցելու հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին հաջորդ տարում։ Մեր պատմությունը այսպիսին է, այսինքն այսպիսին ենք տեսել։ Հիմա դրանից հետո մենք ինչ տեսանք 2023-ին Փաշինյանի կողմից մասնակցություն Էրդողանի երթմանարարությանը, ընդ որում Արցախի կորուստից 3 տարի հետո եւ 2023 թվականի այդ ճակատագրական նաեւ թվականին եւ հիմա 2025-ին մենք այս տրամաբանության մեջ ինչ ենք տեսնում։ Դու քո խոսքում բանալի բառը ասեցիր զրուցակից։ Նայ, չգիտեմ թուրքերենի դիմացությունը քեզ թույլ տալիս է թե ոչ, բայց Թուրքիայում մի տերմին կա, որը Էրդողանն էլ երբեմն կիրառվում է, մուհաթափ կոչվում է, այսինքն զրուցակից, եւ Էրդողանը այսպես մեծապետական իր դիրքերից երբեմն տարբեր երկրների ղեկավարներին ասում է դու իմ մուհաթափը չես, դու իմ զրուցակիցը չես, դու ով ես, որ ես քո հետ խոսեմ։ Եվ եթե ուզում ես խոսես, արի իմ մոտ ինչ որ մի օր ժամ կգտնեմ քո հետ կխոսեմ։ Շփվենք։ Հիմա այո, հիմա այս կոնտեքստում մենք 2020 մինչև այս տեսել ենք հայ-թուրքական լիդերների հանդիպման ժամանակ ընդգծված արժանապատվության պահպանում, որ երբ կգնան, երբ կհանդիպեն, ինչպես կհանդիպեն, ընդ որում նախորդ 3 լիդերները եղել են Արցախյան պատերազմում հաղթած լիդերներ։ Եվ Թուրքիայի համար էր բարդույթ հանդիպել Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Իրենց համար էր դժվար, որովհետեւ ասենք Քոչարյանը, երբ որ պետք է հանդիպեր չեմ Էրդողանի կամ Դեմիրելի հետ, շատ մեծ աղմուկ էր, որ ինչպես է բան Արցախի առաջին նախագահին եւ այլն։ Նույնը եւ Տեր-Պետրոսյանի Սարգսյանի պարագա։ Հիմա այս կոնտեքստում մենք 2025-ին ինչ տեսանք, որ Փաշինյանը ինքը գնաց Անկարա, առանց որևէ պրոտոկոլային լուրջ հիմնավորման, այսինքն երկու երկրների միջև հարաբերություններ չկան, բայց ինքը գնաց Անկարա հանդիպելու Էրդողանի հետ, հետո դրանից առաջ կամ հետո չեմ հիշում Նյու Յորքում տեղի ունեցավ էլի հանդիպում, էլի թուրքական տարածքում, Այն հայտի գրքի որտեղ ինքը այդ գիրքը վերցրած նկարվում էր Փաշինյանը եւ այլն, եւ մենք տեսնում ենք երկու Փաշինյաններ։ Փաշինյան, որը ատելությամբ խոսում է ամենայն հայոց կաթողիկոսի մասին, եւ Փաշինյան, որը ժպտում է Էրդողանին եւ նրա գրքի հետ նկարվում է, եւ այս կոնտեքստում մենք տեսանք այդ մեր պետական պրոտոկոլի արժանապատվության նահանջ, այսինքն ինչպես էին այցելում Թուրքիա 3 նախագահները, ինչ պարագայում եւ ինչի համար, եւ հիշենք նաեւ ֆուտբոլային դիվանագիտությունը, որ Թուրքիայի նախագահը ինքը ստիպված եղավ գալ Երևան, Աբդուլլա Գյուլը եւ այլն։ Եվ այս կոնտեքստում զրուցակից որ ասում ես, զրույցը հետեւյալ կերպ է տեղի ունենում, որ դու Հայաստան պետք է իրոք զրուցես Ալիևի հետ եւ կատարես բոլոր այսպես պայմանները, կապրիզները։ Դրանից հետո մենք պատրաստ ենք ինչ որ մի բան անել։ Եվ այս տարի 25 թվականին մենք տեսանք այս ամբողջ պրոցեսի իմիտացիոն բնույթը, որ Թուրքիան իբրև քայլեր պետք է անի, հայ-թուրքական, չգիտեմ, բանագնացների հանդիպումներ եւ այլն, զրո արդյունքով եւ իմիտացիոն այս բանը։ Եվ այս կոնտեքստում ինչպես է տեղի ունենում քո ասած զրույցը։ Սա զրույց չի, սա թելադրանք է մի կողմից, եւ մյուսը, արեք մենք նախորդ բանում խոսեցինք, եթե հասարակությունը արժե համակարգը մեր խոսքի սկզբում ասացինք, այդ քրիստոնեական եւ բարոյական այդ կարմիր գծերը հատված են, արգելակը չկա, հիմա անկումը շարունակվում է, եւ եթե արգելակ չկա, ուրեմն այդ արգելակ չլինելու պարագայում կարող է ասել, հա դա ինչ վատ է, ադրբեջանական բենզին ենք լցնում, հա դա ինչ վատ է, Շուշին միշտ էլ իրենցն է եղել, եւ այլն եւ այլն, այսինքն չկա որևէ մի տեղ, որտեղ հնարավոր է տորմուզ տալ, արգելակը չկա, հետեւաբար անընդհատ պատկերացրու դու բարձունքի վրա ես եւ չունես արգելակ, դու անընդհատ իջնում ես, հետեւաբար մի զարմացի, ոչ բենզին,
ոչ վաղը կլինի ադրբեջանական չեմ խավիար, կլինի ասետրին, ոչ մի բանից պետք չի զարմանալ, քանի որ պետք չի զարմանալ այն մեքենայի վրա, որը արգելակներ չունի եւ նահանջում է եւ անդադ հետ է գնում։ Հիմա մեր իրավիճակը մեր երկրի ու մեր հասարակության հենց այդպեսին է, արգելակների բացակայությամբ։ Եվ այս ամեն ինչում ինչն է, որ հատկապես աչքի է զարնում։ Տես, աշխարհում կա կոնֆլիկտ ունեցող ազգերի հաշտեցման տրամաբանություն։ Այսինքն դա ամենակարևորը որոշակի ժամանակային պաուզաներն են։ Եվ այն ինչ որ հիմա տեղի է ունենում հայ-ադրբեջանական հարաբերություններում, սա իրոք անբնական է, բնականին դեմ է, որովհետև այսպես խելապատառ արագությամբ էլ սկսել բենզին ներկրել, հացատիկ, չգիտեմ, շնորհակալություն եմ հայտնում, որտեղ հնարավոր Փաշինյանը Ալիևին շնորհակալություն եմ։ Ինքը տեղ է, ինքը տեղ չի, Ռուսաստանում, Ամերիկայում, որտեղ է, ինքը անդադ շնորհակալություն։ Սա շատ անբնական է, գիտես ինչու, որովհետև վերքերը շատ թարմ են, շատ թարմ են։ 5 տարի է անցել պատերազմից, 2 տարի է անցել Արցախի վերջնական կորուստից։ Այս ընթացքում օկուպացված տարածքներ, գերիներ, անհայտ կորած այո, չլուծված բազմաթիվ խնդիրներ, այս դրա համար աշխարհը հիմա 2025 թվականին պատմած, ինչպես է նայում մեզ, իրոք զարմանքով, թե ինչպես կարելի է 2 տարվա մեջ մոռանալ սա, 5 տարվա մեջ մոռանալ նա եւ այսպիսի արագությամբ գնալ դրա։ Դրանից 1000 անգամ զարմանքից բացի նաեւ հիացմունքով, ինչ բարակա։ Դե հա, որովհետեւ քո հաշվին ինքը կարողանում է իր հարցերը լուծել։ Այդ հիացմունքի տակ զարմանք կամ միգուցե ինչ որ բան այլ բացասական բան թաքնված է, բայց այնուամենայնիվ կա։ Եվ հիմա նայ, մի քիչ չեմ ուզում այդեն շատ տեխնիկական սենտիմենտալ բան անել, որ դե ադրբեջանական բենզինը եւ այլն, բայց դա ասենք աշխարհի պատմության մեջ տարբեր օրինակներ կան, որ մարդիկ, պետություններ, ժողովուրդներ բոյկոտում են այս կամ այն պետության ինչ որ ապրանք, որտեղ ասելով չեմ ուզում, չգիտեմ, այս դժբախտության պատճառ դարձած պետությունից ինչ որ մի բան անգամ ես քեզ այսպես ասեմ, երբ որ գրողների դեմ է սկսվում ինչ որ հալածանքներ, գրախանութներ են լինում, որոնք գրում են հայտարարում, որ մեր գրախանութում այս ինչ գրողի գրքերը չկա։ Օրինակ Օրհան Փամուկի թուրք գրող Օրհան Փամուկը երբ որ խոսեց հայոց ցեղասպանության մասին, Թուրքիայի գրախանութների մեծ մասի վրա ցուցանակ էր։ Այս գրախանութում Օրհան Փամուկի գրքեր չեն վաճառվում, որովհետև նա խոսել է հայոց ցեղասպանության մասին։ Հիմա եթե Օրհան Փամուկի գիրք չի վաճառվում թուրքական գրախանութում, որտեղ նա խոսել է ցեղասպանության մասին, ո՞նց է ադրբեջանական բենզին վաճառվում Երևանում կամ Հայաստանում, երբ այդ երկիրը ոչ միայն չի դադարեցրել ատելությունը, այլ այսքան ողբերգության պատճառը էլ շարունակում է քո ազգի հավաքական այսպես ստորացման process-ը Բաքվի դատավարության եւ այլն միջոցով։ Հետևաբար հաշտություն, խաղաղություն բնականաբար պետք է եւ հասարակությունները պետք է գնան դրան, բայց դա իր խաղի կանոնները եւ ժամանակը ունի։ Հնարավոր չի մի տարում, 2 տարում, 10 տարում ասենց արագ գնալ եւ ասել, ասել ոչ մի բան չի եղել։ Հիմա մի քիչ չգիտեմ, կարող է էլի սենտիմենտալ թվալ, բայց պատկերացնում եք այդ բենզակայանի կողքով անցնող զոհված զինվորի մոր զգացողությունները։ Ասենք պետք է հաշվի առնել այդ քաղաքացիների զգացողությունները, թե պետք է հաշվի։ Ինչքան բացահայտ, ինչքան ցինիկաբար, հա, ասենք, լավ ենք անում, ներմուծում ենք, հա, ադրբեջանականա լավ է ու էժան է։ Ինչքան կարելի է այս ոճով անել։ Ախր արգելակներ կան, որ պետք է այնուամենայնիվ գոնե մարդը, եթե հասարակության արգելակները փչացել են, գոնե մարդը իր մեջ այդ արգելակները կարողանա պահել։ Հետևաբար եւ 2026-ի այսպես պրոգնոզը այս թեմային էլ անենք, ես կարծում եմ, որ այս նույն կոնտեքստում, որ Թուրքիան ինչ որ դրական կամ իմիտացիոն եւ այլն ինչ որ բաներ պետք է անի Հայաստանի համար, ես կարծում եմ, որ 2026 թվականի սկզբին կարող ենք կանխատեսել Հայաստան-Թուրքիա սահմանի բացման կամ սահմանի ռեժիմի փոփոխության ինչ որ դրվագներ, որը դառնալու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների իշխանական խոսույթի կարևոր մաս, ադրբեջանական բենզին, ղազախական հացահատիկ եւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացված կամ բաց ինչ որ ռեժիմի գոյություն այս կոնտեքստում եւ սա այստեղ նույնպես էլի պետք է այս բանի մեջ նայենք աշխարհակահական եւ պատմական ինչպես էր 30 տարի սահմանը փակ պահվում ինչի պատճառով եւ հիմա ինչպես է դա փորձ արվում
էլ ավելի թանկ գնով վաճառել Հայաստան, այսինքն ոչ միայն Արցախի կորուստը եւ այլև, չգիտեմ, զիջումներ, համադրության, քո սիմվոլիկայի եւ այլն եւ այլն։ Եվ ամենավերջի թեման Նարեկ, եթե այս ունես արձագանք, ես այո, վերջին թեման էլ ասենք եւ դրա հետ միասին ես էլ եմ վստահ, որ մինչև ընտրություններ օրվա իշխանությունները ստանալու են Երևան լեզվով գրեֆներ, հա, այսպես որոշակի նվեր ծանրոցներ, հա, ճակերտներով ասած Ադրբեջանից եւ Թուրքիայից, այո, ես էլ եմ կարծում 2026 թվականին մինչև ընտրություններ Թուրքիան բացելու է սահմանը կամ ինչպես դու ասացիր, ռեժիմի փոփոխություն է լինելու։ Դրա հետ միասին ես վստահ եմ, որ այլ որոշակի ուշադրության նշաններ նույնպես լինելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ընդ որում համ այսպես մեզ շոյող, համ մեզ դաղող, ինչ առումով, որ կարծում եմ հայ հասարակությանը առանց այլևայլությունների ու սեթևենթանքների Անկարայից եւ Բաքվից հնչելու են կոչել գնել եւ ընտրել Նիկոլ Փաշինյանին, եթե դուք ցանկանում եք լինի խաղաղություն, եթե դուք ցանկանում եք լինի բաց սահմաններ, առևտուր եւ այլն, եւ հակառակը, եթե հանգարց Նիկոլ Փաշինյանը չընտրվի, կարծում եմ այդպես պետք է լինի Հայաստանի վարչապետ, ապա ձեզ սպասում է սա, այսինքն գլոբալ մի շանտաժի մթնոլորտ, որտեղ մեզ այսպես ձրի պանրի ծայր են ցույց տալու կոպիտ ասած, ու հետո էլ ասելու են, նայեք, եթե այդ պանիրը ուզում եք ուտել, ուրեմն պետք է անեք այսպես, ու այստեղ կրկին պետք է հասկանանք ու ապավինենք հայ ժողովրդի այդ ներքին ինչին ասեմ, ենթագիտակցական ինքնապաշտպանական շերտին, հա, որ հույս ունեմ դեռևս իր մեծամասնության մեջ պահպանվել է։ Եվ անշուշտ դրա հետ միասին 2026 թվականը լինելու է նաև այսինքն այս ամեն ինչը հաշվի առնում նաև ադրբեջանա-թուրքական շանտաժի եւ մեղրամիսի այսպես դրսևորման, համատեղ դրսևորման, գոնե առաջի մի քանի մեծ շատ բաներ ենք տեսնելու։ Ես վստահ եմ, որ 1-2 ոչ քաղաքական գերիների են ադրբեջանցիները բաց թողնելու, այսինքն խոսքը չի վերաբերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, անշուշտ մեկ հային արկայությունը այնտեղ ինձ համար որպես հայ մարդու մեծ վիրավորանք է, բայց իրենք թողել են այսպես ավելի բանի անցակետերում կամ պատանդարվածներին կամ դեռ 20 թվականից գերի ընկած մեր հայրենակիցներից մի քանիսին են բաց թողելու եւ այլ այսպես որոշակի ուշադրության ժեստեր այդ ամեն ինչում տեղի ունենալու է։ Ու ստեղ կրկին էլի, այսինքն ստեղ բանի հարց չգիտես, այդ ռևանշիզմի ինչ որ եւ այլ, ստեղ սովորական ամենասովորական հասարակության դիմադրողունակության հիշողության, արժանապատվության հարցը, որովհետև ախր վերջի այն ինչ որ մեր հետ տեղի ունեցել, ամեն ինչը բան չի, այդպես իրացիոնալ օթում, բան, տես պապերի, տատերի պատմած չի էլի, այդ ամեն ինչը մեր իրականությունն է, այդ վերքերը դեռ այդ վերքերից արյունա հոսում, իսկ շատերի պարագայում, հազարավոր մեր ընտանիքների պարագայում այդ արյունը երբեք չի դադարելու հոսել։ Եվ այն պրագմատիզմը, որ իբրև այս իշխանության որոշ ներկայացուցիչներ դրսևորում են, որ ինչ անենք ադրբեջանական բենզինական չեմ ինչ այվեն, դա ցինիկ պրագմատիզմ է, շատ ցինիկ պրագմատիզմ է, եթե նույնիսկ դա պրագմատիզմ է։ Դա պրագմատիզմ էլ չի, գիտես, իմ կարծիքով դա ամենաթողության հետևանքն է, որովհետև ես այսպիսի իր բնույթով լկտի ու ցինիկ իշխանություն Հայաստանի 30 տարվա պատմության մեջ, իսկ մեր պատմության մեջ այս նորանկախ պատշաճանի եղել են լճացման տարիներ, եղել են նաև իշխանական շատ գործիչների ցինիկ ու տեղ-տեղ լկտի արարքներ ու հայտարարություններ, բայց այսպես համատարած լկտիություն ու ցինիզմ, որ փաստացի, գիտես ինչ են ասում են shift delete արեք այդ մահացածներին, զոհվածներին, մյուսին եւ այլն, հիմա եկել է լավ ապրելու ժամանակը։ Ընդ որում սիրելի հայրենակիցներ, լավ ապրելուն ոչ մի ինչ ասեմ, գիտակից անձնավորություն ասեմ, ոչ մի ուղեղի այդ խնդրեմ չունեցող մարդ դեմ չի, այստեղ այդ լավ ապրելու գնի մասին է խոսքը, այսինքն ակնհայտ է, չէ, որ այս ամեն ինչով Ադրբեջանն ու Թուրքիան կամաց բան են անելու,
ամբողջապես Հայաստանից թողնելու են մի անբովանդակ տարածք, որը հա կարող է ինչ-որ գերբ եւ ինչ-որ դրոշ ունենալու է, ու մակում ինչ-որ ձև ներկայացված լինելու է, բայց ինքը չի լինելու Հայաստանի Հանրապետությունը այն բովանդակության, որ մենք սիրում ու գնահատում ենք, ինքը լինելու է ինչ-որ մի բան, չգիտեմ ինչ հասկանում, բայց դա ձևակերպումը չեմ կարող տալ, եթե անշուշտ այս ամբողջ process-ը հասնի իր վերջնանպատակին։ Արեք եւ վերջին կարճ պատմական այսպես զուգահեռը, հետո շնորհավորությունների անցնում։ Այո, կարճ զուգահեռը հետո 2025 թվականը մի թվական է, երբ պանթուրքիզմի կարևոր նպատակներից մեկը իմ ձևակերպամբ լոգիստիկ ազգայնականության դրսևորումներից մեկը Զանգեզուրի միջանցքը, որը 100 տարի առաջ դրվել է թուրք-ադրբեջանական քաղաքական մտածողության հիմքում եւ որը ճանապարհ է, Թուրանի ճանապարհը, որի համար պայքարել են թուրք եւ ադրբեջանցի շատ ղեկավարներ, 2025 թվականին Վաշինգտոնում ստացավ միջազգային ինչ-որ վավերացում, անվանափոխվեց TRIP-ի եւ հիմա ըստ նպատակահարմարության օգտագործում է կամ Զանգեզուրի միջանցք կամ TRIP ձևակերպումը, որը օբյեկտիվ գրեթե բոլոր վերլուծաբանների կարծիքով առաջիկա տարիների համաշխարհային քաղաքական օրակարգի կարևոր տարերից մեկն է լինելու եւ ուղիղ անմիջականորեն վերաբերում է մեզ։ Ես ուզում եմ մեր հանրությանը հիշեցնել, որ այդ Զանգեզուրի միջանցք կոչված երևույթը ունի առնվազն 100 տարվա պատմություն եւ անհամեստաբար ասեմ, որ իմ ու Վարուժան Գեղամյանի հեղինակած գիրքը այդ թեմայի մասին Զանգեզուրի հիմնահարցի Թուրանի ճանապարհի այդ կոնցեպտը ճանաչվել է մեր գիտական գրքերի մեջ ամենապահանջված գրքերից մեկը, երկու այսպես չափորոշիչներով եւ այդ գրքում նշված է թեմայի ծագումը 100 տարի առաջ եւ հիմա 2025 թվականին այն դարձավ ԱՄՆ նախագահ Թրամփի ուղիղ այսպես հետարքրության առանցքը, այնքան որ նա իր անունը անգամ բաշխեց այդ ծրագրին եւ կանխատեսելով 2026-ը, ես կարծում եմ, որ 2026 թվականը այդ TRIP կոչված երևույթի կամ Զանգեզուրի միջանցք երևույթի հետ կապված շարունակելու է մնալ շատ ակտիվ տարատեսակ զարգացումներով եւ ԱՄՆ պաշտոնյաների այցերի կոնտեքստում նույնպես այդ թեման այս կամ այն ակտիվությունը կարող է ունենալ։ Այսինքն 2025 թվականը 1914 թվականից սկսված Թուրանի ճանապարհի նորօրյա ռեբրենդինգ եղած այսպես փուլներ, որը Թուրանի ճանապարհից վերանվանվեց Թրամփի ճանապարհ կամ TRIP ձևակերպման, բայց որից հարցի էությունը չի փոխվում եւ սրա հանդեպ անլուրջ վերաբերում կոր սա ուղղակի ճանապարհ է եւ այլն մեզ համար լրջագույն մեր խնդիրներից մեկն է եւ հանրությանը հենց այդպես էլ ներկայացվում է, եթե ադրբեջանական բենզինի գաղափարն են տենց ներկայացնում, դու պատկերացրու ինչպես են ներկայացնում, դե Զանգեզուրով ճանապարհը կգան, մեզ փող կտան, մենք դրանից կօգտվենք եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ 2025-ը մեզ համար հետարքրության կոնտեքստում մի քանի հարցերի համար լույսի ներքո ավելի քան կարևոր էր, բայց ամեն դեպքում սա եւս մեկ տարի էր մարդկության պատմության իր զուգահեռներով անցյալ դարերի նմանատիպ իրողություններով եւ դասերով հաջորդ տարիների, հաջորդ դարերի համար։ Եվ նաեւ քանի որ սա այս տարվա վերջին հաղորդումն է, ես թույլ տուր երկու շեշտադրումով մոտեցնեմ ամփոփելու, իսկ դու արդեն վերջնական շտրիխները կդնես, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ Նարեկ, այս առաջարկի համար, որ առաջարկեցիր մեր երկար զրույցները հասարակական, քաղաքական, պատմական թեմաների մասին տեղափոխել այսպես հեռուստատեսային լրագրողային հարթություն եւ մեր մտորումներով կիսվել մեր հայրենակիցների հետ եւ փաստորեն այն ստացվեց եւ նաեւ դրական արձագանքներ, իհարկե կան նաեւ որոշ բացասական արձագանքներ, բայց դրական արձագանքները նաեւ դրա ապացույցներ, այնպես որ սիրելի հանրություն, եթե այս ֆորմատը ստացվել է, դա մեծապես պարոն Նարեկ Գալստյանի միտքն է, թերություններն են, եթե ունեք էլի իրեն կարող եք հղել եւ այս ընթացքում մենք փորձեցինք պատմական զուգահեռներով եւ
Հայաստանի ու հայության համար կարևոր շեշտադրումներով խոսել տարբեր խնդիրների մասին, սկսած հեղափոխություններից, ապստամբություններից, վերջացած համաշխարհային գրականությամբ եւ այլն եւ այլն։ Եվ ամենավերջինը 2026 թվականը կարծում եմ Հայաստանի համար շանսի թվական է, հույսի թվական է, որովհետեւ լեգիտիմ հնարավորություն կա խորհրդարանական ընտրություններին, եթե բանը հասնի, հնարավորություն կա ուրեմն անկեղծ եւ ազնիվ մնալով քաղաքացին իր խղճի հետ, իր հիշողության հետ եւ մնալով միայնակ քվեախցում հերրու հիբրիդային պատերազմի հարվածներից եւ իշխանական բայրակտարներից քվեախցում իր խղճի հետ հավատարիմ մնալով անի այն քայլը, որը Հայաստանին կօգնի կասեցնել այս անկումը եւ Հայաստանին կվերադարձնի իր արգելակները, որով եւ կարմիր գծերը չեն հատվի եւ Հայաստանի ազատ անկումը կկանգնի։ Ես կարծում եմ, որ 2026 թվականը հույսի տարի է, հույս մեր սրբազանների ազատ արձակվելու, հույս մեր վեհապար հայրապետի ավելի տոկուն ու պինդ լինելու եւ հույս մեր քաղաքացիների մեծ մասի մոտ ազգային, իրոք պրագմատիկ, ուրեմն զգայարանների դոմինանտ լինելու։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, անշուշտ այս ֆորմատին եթե անդրադառնանք 25 թվականի վերջին մեր հաղորդումն է, Պրոֆսորի 16-րդ թողարկումը, այսինքն դա նշանակում է, որ մենք շուրջ 4.5 ամիս գտնվում ենք եթերում, ես էլ այսպես անշնորհակալ չեմ գտնվի եւ շնորհակալություն կհայտնեմ Ռուբեն Մելքոնյանին համաձայնվելու համար այսպիսի ֆորմատում, որովհետեւ մի քիչ երկուսիս համար էլ անծանոթ ֆորմատ է իրականում, մտածում ենք ստացվի, չի ստացվի եւ այլն, հույս ունենք, որ ստացվել է ու անշուշտ պրոֆեսոր Մելքոնյանի դերակատարությունը եւ ներկայությունը այս ֆորմատին տալիս է ոչ միայն գիտելիքները վերլուծություն, այլ մի առանձին շարմ, ինչը կարծես թե բոլորը նկատում են որպես այդպեսին, ուստի իսկապես շնորհակալ եմ այս ֆորմատի մասնակցելու եւ այն կայացնելու համար, որովհետեւ այն կարեւոր էր ոչ միայն 24-ի համար որպես հեռուստատեսային, այսպես լրատվական կայք կամ միջոց, այլ նաև ընդհանրապես կարծում եմ որ զրույցները պետք են մեր հասարակության մեջ որոշակի մտքեր ու թեմաներ քննարկելու, մտորելու, կարծիքների բախման եւ այդ կարծիքների բախման արդյունքում ի վերջո ճշմարտության իդերև գալու համար իսկապես 26 թվականը եթե պրոֆեսորը կոչեց հույսի տարի, ես պիտի կոչեմ մաքարման տարի, որովհետեւ այն ինչ որ սպասում եմ մեզ 26 թվականին, առանց չափազանցության կարող եմ ասել, որ կանխորոշելու է մեր ժողովրդի հավաքական եւ մեր պետության հավաքական ապագան առաջիկա տասնամյակների համար, որովհետեւ 26 թվականը իսկապես այդ առումով լինելու է բեկումնային սահմանագիծը, որում խոսքս այլևս ոչ միայն ֆիզիկական սահմանագծի, այլև մեր հոգևոր սահմանագծի մասին է նահանջել ու եկել է հասել է մեր ամիջական տներ, անցնում է բառի բուն իմաստով մեր հյուրասենյակի մեջով է անցնում, մեր ննջարանների մեջով է անցնում, մեր բակի, մեր այն ամեն ինչ որ մեզ համար հարազատ է ու սիրելի է ու այդ սահմանագծի այդ նահանջի ճանապարհին մենք որպես հասարակություն, որպես հավաքական երևույթ ստացել ենք սարսափելի շատ հարվածներ թիկունքից, հարվածներ դիմացից, ամեն Աստծո առավոտ արթնանալով ու նոր մի ինչ-որ սարսափելի բան սպասելու է զգացողություն, թե այս անգամ ինչ են բերելու մեր երկրի գլխին, էլ ինչ կարմիր գիծ են խախտելու, էլ ինչ հոգևոր արժեք են ոտնատակ տալու, էլ ինչ չգրված օրենք են պղծելու, այս զգացողությունը ամեն վայրկյան ինքը իրականում շատ դաժան զգացողություն է, կարծում եմ շատ մարդիկ կհասկանան թե ինչի մասին է խոսքը, երբ որ գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին արթնանում ես ու ավտոմատ ստուգում ես սոցիալական ցանցերը տեսնելու համար, թե արդյոք մի նոր վատ բան է տեղի ունեցել, որովհետև ամեն անգամ, երբ որ մի նոր վատ բան է տեղի ունենում, դրանից 5 օր առաջ մենք չենք պատկերացնում, որ անգամ դրան հո ընդունակ չեն լինելու, լավ դե մայրաթոռի, մայր տաճարի դռները, չգիտեմ,
ձեռքերով ոտքերով հարվածելու ու հայելու հոնտունակ չեն լինելու, դե վերջի էջմիածինն է, չէ՞։ Բայց տեսնում ենք այն ինչ որ տեսնում ենք։ Ուստի 25 թվականը, 26 թվականը մակարման թվականն է։ Նաև այդ ինքնանորոգության տարի է, որովհետև մենք երևի շատ հեռացանք թե մեր Տեր Հիսուս Քրիստոսից, թե հայրաքելական եկեղեցուց, թե մեր արժեքներից, թե մեր նախնյաց պատգամներից շատ հեռացանք։ 26 թվականը հույսունի իմաստության տարի է լինելու, որովհետև աշխարհում տեղի ունեցող process-ները Հայաստանում շատ այսպես ուղիղ թարգմանելը եւ դրա պոպուլիստական դրսևորումները մեր նոր վտանգների առջև կարող է մեզ կանգնեցնել, եթե արդեն չի կանգնեցրել։ Հայաստանը աշխարհաքաղաքական այսպես պրոքսի պատերազմների տարածք վերածելու իշխանական մարմաճը սեփական աթոռը պահելու համար վտանգում է ոչ թե իրենց աթոռը, այլ վտանգում է մեր բոլորիս անվտանգությունն ու մեր բոլորիս ապագան, ուստի մենք պետք է ուշադրությամբ հետևենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու այս խառը ժամանակաշրջանում փորձենք պահպանել մեր ինքնուրույնությունը, մեր ազգային արժեքները եւ չդառնանք մեծ պետությունների միմյանց ծեծելու թատերաբեմ, որտեղ այդ ծեծելու արդյունքում կարող է մեծ էլ ոտնատակ տան, որպես կանոն հենց այդպես է լինում է։ Եվ վերջապես 26 թվականը պետք է լինի մեզ համար ազգային միասնության տարի, սա շատ կարևոր է, շատ կարևոր։ Սիրելիներ, այս վերջին հատկապես 5 տարիների ընթացքում, բայց 2018 թվականից սկսված մասնավորապես եւ վերջին 5 տարիների ընթացքում հատկապես քարոզչությունը կարողացել է հորը հանել որդու դեմ, կռվածնել եղբայրներին, քանդել հազար տարվա ընկերություններ, չգիտեմ, մի տան մեջ մի քանի տարբեր ֆրակցիաներ ստեղծել, ու այդ ամեն ինչի մեջ ատելություն, նորից ատելություն, մեզ իսկապես համազգային հաշտեցում է պետք, համազգային ամնիստիա է պետք, միմյանց նկատմամբ քրիստոնեական ներողամտություն է պետք, պետք է կարողանանք այս 26 թվականին մեկս մյուսի մեղքերը ներել ու ավելի ուրիշ աչքով նայել ու վերջապես հասկանալ, որ մենք մի փոքր ժողովուրդ ենք այս աշխարհի պատմության մեջ, ու այն որ հայ ժողովուրդը, ինչպես ասել էր ժամանակի իմ ավագ ընկերներից մեկը, Ասորեստանի, Բաբելոնի մնացածների պարագայում չի ոչնչացել ու նրանցպես գնացել, դա ոչ թե օրինաչափություն է, դա բացառություն է։ Եվ չի նշանակում այդ օրինաչափությունը մշտապես պահպանվելու է, մենք պետք է հասկանանք, որ այդ օրինաչափը, այդ բացառությունը պետք է կարողանալ պահել, որտեվ օրինաչափը Ասորեստանի, Բաբելոնի մնացածների ճակատագիրն է, մերը բացառությունը, այդ բացառությունը համար պետք է ամեն վարքյան տքնել ու ամեն վարքյան ջանալ, որպեսզի մենք չկորցնենք այն, ինչ որ մեր կարծիքով այդպես ապրիորի by default մերն է ու չենք էլ կորցնելու, չէ, այդպես չի։ Վկա տասնյակ, հարյուրավոր ժողովուրդներ, հասարակություններ, որոնք կորցրել են այն, ինչին հասել էին երկար ու դաժան ճանապարհների արդյունքում։ Ուստի շնորհավոր նոր տարի, շնորհավոր Սուրբ Ծնունդ, մենք եթե դուրս գանք մինչև ամսի 10-ը ընկած ժամանակահատվածում կհասկանանք թե երբ, պետք է նայել, ես ուղղակի բանով չեմ կարողանում, կալենդարով չեմ կարողանում հիշել հաջորդ շաբաթը նոր տարվանից երբ է լինելու։ Դե ինչ, եթերում պրովզրույցներ, պրովզրույցի 2025 թվականի վերջին հաղորդումը այն վարում էինք ես, Նարեկ Գալստյանը եւ պատմագիտության դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մերկոյանը։ Կհանդիպենք արդեն 26 թվականին, Աստված առաջ։